մի քիչ հետո կարող է դառնա հեղափոխություն։ Թալանում եմ, բայց շատ քիչ։ Իմ կարծիքով հեղափոխություն չկա։ Ես թեորիա ունեի, որ կարող ավելի բոյով են դրանից է։ Լավ ժուրնալում տպել եք ամեն $4000 փող արժեն։ Հնա լավ էլ ես ինչ ես ասում, ոչ միսի ախմախություն է։ Դրանց սկսեց Apple էլի, դրա համար ուզում եմ բարձրացնեմ հիմա այդ թեման։ Որպես կանոն միջինում այդտեղ մարդկանց ծեծում են դեպրեսիա նվազեցնում։ Աբաջան քեզ sense հարց։ Data science-ը ինչ է։ Դե նայեցում հարցն ես, եթե ինձ ես հարցնում, data science-ի սկզբանը մենք ենթադրում ենք ինքը գիտությունն է, որը մեզ օգնում է տվյալներից ինչ-որ նոր ինֆորմացիա կորզել, հա, որտեղ երբ որ դու նայում ես թե ինչ բան է տվյալը versus չգիտեմ, Excel-ի ֆայլ կամ CSV ֆայլ մեջը հազարավոր տողեր կա ու հարյուրավոր սյուներ կա, հա, հիմա դա ինքը տվյալների մեջ տեմարանն է, բազա է։ Բայց ինքը իրանը ոչ մի ինֆորմացիա չի պարունակում, որ դու իրան նայում ես դու չես հասկանում ոչ մի բան։ Հենց դու իրան սկսում ես օրինակ, սկսում ես իր վրա ինչ-որ մետրիկաներ հաշվել, ինչ-որ վիճակագրություններ, միջին վիճակագրական շեղում կամ նման այլ բաներ ես հաշվում, ինքը արդեն դառնում է data science, այսինքն դու տվյալներից կորզեցիր ինֆորմացիա ու ինչ-որ մի բան իմացար, որը դրանք դե նորույթ էր։ Ի սկզբանե data science-ը մենք ենթադրել ենք ու հասկացել ենք ու սիրել ենք իրան որպես այդպես մեծ գիտություն, որը այո հենց բանի մասին է, նոր ինֆորմացիա կորզելու մասին է տվյալներից, բայց հիմա ինքը արդեն ավելի շատ վերածվում է որպես իր մասեր կա, հա, ասենք կա, չգիտեմ, մեխանիկական ուսուցում, որ ավելի շատ նրա մասին է, որ ինչ որ բաներ, ну, մի մասը, մեծ մասը նրա մասին է, որ բաներ են կանխատեսում, հա, հետո դարձավ ավելի պոպուլյար նեյրոնային ցանցերը իր անպատասխան հետևանքներով, բայց գլոբալ առումով ես կասեի data science-ը տվյալներից նոր տեղեկություն, նոր ինֆորմացիա կորզելու մասին գիտություն է։ Իսկ իր օգտակարության առումով, ասենք պրակտիկ մարդիկ ինչի համար են իրան օգտագործում։ Ով պրակտիկ մարդիկ, ովքեր են այդ պրակտիկ մարդիկ։ Չգիտեմ, օրինակ դու համալսարանում սովորացնում ես երեխեքին data science, որ իրանք ինչ անեն դրանով։ Որ շատ պարզացնենք, հա, հետո մի քիչ ավելի կբարդացնենք, ասենք, երբ որ դու կոնկրետ ինչ որտեղ ես պայմանավորված ու պետքա գնաս, հա, կոնկրետ հարցում է երբ կլինես, դու ասում ես դե 5 րոպե +-2, դու արդեն ինչ-որ վիճակագրական գործողություն ես անում, հա, դու հաշվում ես միջին ու իր շուրջ կառուցում ես վստահելիության միջակայք, հա, որտեվ ոնց գիտես, որտեղից հաշվեցիր այդ 5 +-2-ը։ Քո նախքին փորձից գիտես, որ միջը ժամանակ ա եղել, որ 10-20 անգամ այդ նույն ճանապարհն անցել ես, միջինում տևել է 5 րոպե, բայց մի օր տևել է 7, մի օր 6, մի օր 3, մի օր 4, այդ վիճակայք կառուցեցիր։ Հիմա առօրյա կյանքում մենք վիճակագրությունը, որը իմ կարծիքով տվյալագիտության ու data science-ի հիմքերի հիմքն է, հա, վիճակագրությունը մենք օգտագործում ենք մեր կյանքում անընդհատ։ Հաճախ օգտագործում ենք ճիշտ հաճախ, շատ ավելի հաճախ օգտագործում ենք սխալ, շատ հաճախ չենք օգտագործում այնտեղ, որտեղ պետք է օգտագործենք։ Բայց առօրյա կյանքում ինքը անընդհատ է։ Հենց ինչ որ բանից հաշվեցիր միջին, արդեն ինչ որ առումով անում ես data science։ Հիմա թե բաներում որտեղ է օգտագործում, տարբեր ոլորտներում որտեղ է օգտագործում, ինքը շատ տարբեր է։ Օրինակ ասենք ես շատ սիրում եմ իր կիրառությունները, որոնք կարելի է գտնել սպորտում։ Ինքը ու տես առարկա եմ կարդում ամերիկյան համալսարանում, կոչվում է Sports Analytics, սպորտային վերլուծություններ են պատմում ուսանողներին։ Այդտեղ շատ է օգտագործում, ասենք օրինակ չգիտեմ, խաղի արդյունք կանխատեսելու համար կամ ավելի լավ դեպքերում օգտագործում, երբ որ ուզում են հասկանան ինչ տիպի ֆորմացիան է բերում ավելի մեծ հավանականությամբ կբերի գոլի, հա, կամ տրեյները իմանա որտեղ դնի պաշտպաններին հարցը։ Իմանա որտեղ դնի պաշտպաններին, իմանա որ դեպքում ումա պետք պաս տալ, հա, ու այդտեղ ասենք հետաքրքիր բաներ կա, օրինակ ես մի անգամ այդ պրոյեկտի վրա աշխատում, որտեղ մի հատ բան պարզեցի հավանականություն, չգիտեմ ֆուտբոլ սիրում ես։ Այդքան չէ, վոլեյբոլ եմ շատ սիրում։ Ասենք օրինակ ֆուտբոլում անկյունայինից գոլ խփելու հավանականությունը, հա, ասենք ինքը մի հատ բան է, որը մենք առօրյա կյանքում չենք կարող հաշվենք, որտեվ ամեն անգամ երբ որ անկյունային հարված է լինում, ասես բոլորս գնում ես կպնում ենք էկրանին, որտեվ մեզ թվում է տեսա գոլ է լինելու, բայց հավանականից շատ փոքր է, ասենք չգիտեմ, օրինակ անգլիական լիգայի համար հաշվել ենք 2-2.5%։ Այսինքն ուրախանալու բան չկա, էլի անկյունային արագ գնա, խաղարկեն կգնա, բան չի, շահանակություն չի լինի։ Բայց դա օգնում է մարզիչին, որպես ինքը հասկանա, թե որտեղ ինչ ֆորմացիաներ պետք է օգտագործի, օրինակ մասնավորապես, ասենք կամ չգիտեմ, ով պետք է պաստա, ոնց է պետք, որտեղ է բան ստանալու, օրինակ վնասված ստանալու հավանականությունը, որ իրավիճակներում ավելի շատ եւ այլն։ Հա, ես քո ասածից մոտավորապես ես հասկացա, որ вообще ինչին ցած լուրջ ես մոտենում ու ուզում ես ինչ-որ գիտական պատասխան տաս, պետք է օգտագործես data science-ը, թե սպորտում, թե ասենք խոսքի բիզնես ունես, ուզում ես իմանաս ինչքան դնես գինը, որ ծախվի,
կամ ասենք, չգիտեմ, ինչ տոշկեքում արժի դնես, որ այս ապրանքը շատ բան։ Դες հիմա ես որ ասում եմ տվյալագիտությունը դա գիտությունն է տվյալներից նոր ինֆորմացիա կորզելու մասին, հիմա կարող ինչ-որ ֆիզիկն է, ասի ինգեր դե հիմա ֆիզիկանն էլ է նույն բանը, քիմիան էլ է նույն բանը, մենք բոլորս էլ այդ ենք անում, հա, վերջին հաշվով, ասենք էքսպերիմենտներ ենք անում, էքսպերիմենտների արդյունքները վերլուծում ենք, ինչ որ նոր ինֆորմացիա ենք բանանում ստանում։ Բայց թե համակարգչային հնարավորությունների զարգացում էս մինչև էս GPU-ի դարը նույնիսկ, հա, այն թե այն որ սկսես շատ մեծ ծավալի ինֆորմացիա կուտակվել, հա, արդեն դա զարգ տվեց այս գիտությանը, այս գիտությունը զարգացնել։ Դե չէ, դեից եղել է միշտ, ասենք, չգիտեմ, վիճակագրությունը որպես իր հիմք 1800-ականներից կարելի է համարել, որ արդեն sense զարգացած զարգանում կա։ Հա, պրոստը իր ծավալը այնքան մեծացավ, որ ուժը չես կարա պրոստը աշկով նայելով տենց ինչ որ այդ օրինաչափությունները դուրս բերես, այդ զմաս ինչ որ ծրագրեր ունենաս, որ ինքը քո տեղը այդ օրինաչափությունը դուրս։ Նաև, այո։ Իսկ քո կարծիքով AI-ը ու այս հիմիկվա Gen AI-ը ChatGPT-ն բանանք իրանք հենց data science-ի մաս են, թե առանց։ Հա, իմ կարծիքով հա։ Բայց նաև ուրիշ բան էլ կա, որ եթե դու ինչ-որ մի բան ուզում ես, որ ինքը շատ top 10-ին զարգացնելու, հա, դու իրան պետքա առանձնացնես։ Ինչ նկատի ունեմ, ասենք, եթե դու օրինակ ուզում ես, որ data science-ը որպես կրթություն զարգանա, դու իրան առանձնացնում ես computer science-ից, համակարգչային գիտություններից, հա, դու իր համար սարքում ես առանձին ծրագիր։ Ոնց որ օրինակ մենք ամերիկանում ենք, ոնց որ ԵՊՀ-ն, ոնց որ կա շատ այլ համալսարաններում, հա։ Ինքը միգուցե իրանց անցած առարկաների տեսակետից հատումներ ու խաչումներ շատ կան, բայց եթե դու ուզում ես իրան զարգացնել, դու իրան առանձնացնում ես, իր գլխին դնում ես մի մարդ, որը պատասխանատու է դրա զարգացման համար, հենց դրա զարգացման համար, ու տենց առաջ ես տանում, հա, նույն ձևի AI-ն է, եթե ինչ-որ մի պահից մարդիկ սկսեցին ենթադրել, որ իրան զարգացնելու համար առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձել, դեպքում միգուցե ճիշտ կլինի իրան առանձնացնել, ասել արդեն մեծացել է, տնից գնալու ժամանակն է։ Տենց էլ կարելի։ Համաձայն եմ, պրինցիպի այդ առանձնացումները հենց բուն սուծի մեջ շատ բան չեն փոխում, էլի ավելի շատ մենեջմենթական հարց է։ Այո։ Իսկ Ամերիկանում ընդհանրապես վիճակը ոնց է այդ հենց data science-ի ուղղության դուրս գալիս է այդ մեթոդիկաները, որով սովորացնում են ու երեխեքի պատխոտները։ Դե ես ոնց այդ ամերիկյան ծրագրի ղեկավարն եմ, ասում եմ, ի պաշտոնը պետք է իմ դուրը գա այդ ամեն ինչը։ Նայ, ես ինչ եմ սիրում ամերիկյան համալսարանը, թե ամերիկյան համալսարանը շատ տարբեր է։ Հա, կարան լինեն կա ընդհանուր ստանդարտներ, որտեղ համալսարանը ակրեդիտացված է, համալսարանում կան մարմիններ, որոնք հետևում են որ ընդհանուր ստանդարտներին համապատասխանեն, բայց այդպես կոնկրետ բան չկա, որ գան ասենք, իրես ինչ կա, բոլոր առարկաներում պետքա լինի մի հատ միջանկյալ ու մի հատ վերջին քննություն ու 5 հատ տնային ուրիշ ոչ մի բան, այսինքն ազատություն է տրվում մարդկանց դասախոսներին, որ իրանք էլ մտածեն, փորձեն հասկանալ իրանք ինչ մեթոդիկա են ուզում փորձարկումներ անեն, մեկը մի անգամ սա կփորձի կստացվի, երկրորդ անգամ կփորձի չի ստացվի, այսինքն տարբեր է։ Տարբեր, բայց ամերիկյանի բաժինը ինքը շատ ավելի պրակտիկ գիտելիքների ուղղությամբ է գնում, ինչի կարծում եմ բակալավրի ծրագրի համար բավական նորմալ է։ Այս էլ եմ համաձայն, պրոյեկտներ անում եք, չէ՞, ենթադրում եմ հենց ոնց որ հիմնական կուրսի մասը այդ պրոյեկտներ անելն է։ Կուրսեր կան ոչ բոլոր, օրինակ եթե դու մաթանալիզ ես մարդկանց սովորացնում, մաթանալիզում պրոյեկտները հակացուցված է պետք չի անել։ Հա, 300 տարի այդ գիտությունը կա, ամեն ինչ բազա, ոնց է պետք բացատրել բան եւ այլն։ Բայց կարևոր մի բան կա, որ տարվա վերջում ամերիկյան ուսանողներն անում են իրենց թեզերը, capstone-ը կոչվում մեր մոտ, որտեղ իրանք գիտական աշխատանք են անում, որը կարելի է ասել պատրաստա տպագրության, հա, կարող է դեռևս չտպագրվի, լինում են դեպքեր նաև որ տպագրվում են, հա, բայց ինքը պատրաստա տպագրության, ու մենք այդ բոլոր աշխատանքները տարվա վերջում որ հավաքում ենք, իրենց PDF ֆայլերի տեսքով բաց դնում ենք մեր կայքում, այսինքն ցանկացած մարդ կարող գա մտնի տեսնի, օրինակ ասենք ես մարդը LLM-ների վրա աշխատել ես, մարդը computer vision-ը արել ես, մարդը SS եւ այլն, այսինքն նաև այդ պորտֆոլիոն հավաքում մենք բաց ենք, բաց դրած է։ Գիտական տեսանկյունից դա շատ հետաքրքիր է, որ ասում ես դրանք պատրաստեն տպագրման, որտեղ իմ փորձից էս լավանական եմ սովորել, իդ անդա ուրիշ ծավալ կորսում, capstone չէ կորսում, բայց ինչ որ թեզն է, թեզ ենք ասում։ Բակալավրի վերջում ինձ թվում է ոչ մեկը որ արել էր, ոչ մեկը այնց ինչ որ paper-ի արժեք չուներ, հա, այսինքն այս տպագրման հաստատ պատրաստ չէր, բայց մեկը requirement-ները նենց էին, որ ասում էին դու պետք է այս բան անես, որ նորամուծություն լինի գիտության մեջ։
Համետի ասում էին, բայց համեն ամեն մեկը գալիս էր ասում էր հեսա էս իմ բան, ասում չգիտեմ, մեքենաների սայթը նորամուծություն է գիտության մեջ մոտ եկել։ Երբ որ ասեմ պատրաստած տպագրության, ես նկատի չունեմ, որ իր կոնտենտը նոր է, իր կոնտենտը այնքան լավ է, որ այն շատ լավ ցուցակագրված բանում ամսագրում ինքը կտպագրվի, հա։ Ես ասում եմ, որ ինքը իր ֆորմատի տեսակետից ինքը տպագրության պատրաստի նյութ է, այսինքն հավաքածա լատեղով, կոդերը կա, ինքը reproducible է, կրկնելի reproducible research է, այդ ասում եմ նոր տողից մի մատ խորքից այդ բոլոր բաները պահպանված է, այդ ամեն ինչը կա, ստրուկտուրան կա, այսինքն սկսում է նրանից, որ մի հատ ընդհանրական ասում ենք հոդվածի ինչի մասին է, հետո գնում է ներածություն, հետո գնում է, չգիտեմ, գրականություն, վերջում կա գրականության ցանկ եւ այլն, այսինքն ստրուկտուրան է պահած։ Այսինքն ճիշտ հոդվածի ֆորմատ։ Ճիշտ հոդվածի ֆորմատով ու տենց բան ամերիկյան ուսանողները 4 տարվա ընթացքում անդադ սովորում են, տարբեր առարկաների շրջանակներում ու թեզը այդ բանն է, կուլմինացիան է։ Հիմա ուսանողներն ինձ չեն սիրում դրա համար, եմ մտածում ես ինչների սա պետք է ինչ են կանում, բայց մենք ես կարծում եմ ու գտնում եմ, որ դա պետք է անել, անկախ նրանից իրանք հետո կհրատարակվեն թե չեն հրատարակվի, այդ երկրորդական, երրորդական է, բայց իրանք արդեն մոտավորապես սկսում են այդ համազգալ, էլի, բանի գիտական աշխատանքի համը սկսում են զգալ, այդ պետք է լինի 4 կուրսի վերջում, ես տենց եմ հասկանում։ Հա, որտեղ երևի դա է, որ իրանք որոշում են գիտական ուղղությամբ գնան, թե չէ։ Մեծ հավանականությամբ հա, դա էլ է լավ հարց, մենք հիմա ասենց կպած փորձում ենք հասկանանք այդ որոշումները որտեղ է ընդունվում, էլի, որ պահին է մարդ որոշում, որ ինքը պետք է գիտությամբ զբաղվի, ինչ մի պահի հետ կիմանանք ու կարող բարձր 3 տարեկանում որոշում։ Կարող է, որտեվ շատ լուրջ հետազոտություններ ես այտենց ոնց որ sense բացարձակ ճշմարտություն չկա այդ ոլորտում, էլի, որ մենք վերցնենք ասենք այ կա sense օրինակ ոսկե կանոն, որ եթե երեխային փոքր տարիքում տալիս ես այսքան հատ գիրք կարդալու հավանականությունը, որ ինքը գիտությամբ կզբաղվի, այսքանով ավելանում է, այտենց ընդունված փաստ գիտության մեջ չկա դա, ցավոք սրտի։ Կամ դուք լավ ոչ։ Մի հատ բան հիշեցի, որ ասացիր, ինձ դպրոցում ոչու ժամանակ բան էին արել, ասես շուտ թերթիկներ էին բաժանել, ասել են ամեն մեկը գրեք ինչ եք ուզում դառնաք, ես գրել էի գիտնական, բայց հիմա գիտնական չեմ, ոնց որ երևի այդ ժամանակ չի որոշվում։ Մի ասենց հարց առաջացավ մոտս, իրականում շուտ էր առաջացել, երբ որ քո ելույթներից մեկն էին նայում, նարեկյա զրույցն էին նայում, խոսք գնաց էլի գիտությունից ու խոսում եք արդյոք Հայաստանին պետքա գիտությունը թե չէ։ Այդ նարեկները դարձը տան, ես ասում չեմ։ Հա, հարցը տվեցիք անցակ, բայց իմը շտան սկսած Apple էլի, դրա համար ուզում եմ բարձրացնեմ հիմա այդ թեման։ Ես միշտ մտածել եմ, որ հա դա ոնց պետք ասած դոգմա է տեսանկյունից էլի։ Բայց հիմա որ սկսեցի մտածել, կարող է եւ պետք չի, ոչ մի ինչ որ փոքր զարգացող երկրին գիտությունը թվում է թե պետք չի։ Ինչի՞ եմ փորձեմ հիմնավորեմ, էլի։ Գիտությունը вообще ինչ է, մենք փորձենք սահմանենք։ Ասենք կա ինչ որ շրջանակ մարդկության ընդհանուր գիտելիքի, հա, ու գիտնականները են մարդիկ են, որ փորձում են դա առաջ բրթան, հա։ Ու հիմնականում է որ առաջ են բրթում, դա ինչ որ հոդված են գրում դրա մասին ու տպագրում են սաղ աշխարհը միանգամից տենում է սկսում է օգտվել։ Հիմա դա չեմ հասկանում, օրինակ երկրին ինչով է այդքան օգուտ։ Հա, ասենք ինչ որ պրեստիժ է, հա, բայց օրինակ այն կարծրատիպը, որ գիտնականները եթե շատ լինեն, մեր մոտ լավ արդյունաբերություն կլինի, լավ մեքենաշինություն կլինի, չգիտեմ, ԱԹՍ-ներ կկարողանանք սարքենք, դա այդքան է տենց չի, էլի, որովհետև ասենք ԱԹՍ սարքելու ֆիզիկան հայտնի է, էլի, դրա համար պետք չի թազա բան հնարել, թազա նորամուծություն հնարել ֆիզիկայի մեջ, շատ engineering է պետք ու կրթություն է պետք։ Ինչ ես կարծում։ Բարդ հարց ես տալիս, ես անց հարցա, որ եթե պատասխանի մեջ մի հատ հանկարծակի ոտդ պլստած վաղակես բան չեն թողնի, բայց սենց ասեմ, էլի, չէ, մեզ գիտություն պետք է, այո, հարցը մի քիչ սենց շոտ անհասկանալի է, ինչ է նշանակում գիտություն պետք է թե չէ, ինչ է նշանակում գիտություն, որ ասում ենք մեզ այդ մենք ովքեր ենք, հա, ասենք ինձ ու քեզ որպես Մոսես ու Հաբետ, թե Հայաստանին, թե մարդկությանը գլոբալ, հա։ Այս դեպքում նկատում եմ Պետությանը, Հայաստանին։ Չէ, պետք է, գիտությունը պետք է, որտեվ այտենց, ասենց ասեմ, հա, ինքը կարա նաև լինի մարդու հիգիենայի մի մաս, հա, որտեղ ասենք երբ որ դու առավոտները վրես կանում ձեռքերդ ու դեմքդ լվանում ես, շատ չես խորանում նրանում քեզ դա պետքա թե պետք չի, հա, ինքը
ինչ որ բաներ որ պետքա լինեն։ Ուրիշ հարցը թե գիտությունը ոնց պետքա զարգանա։ Հա, այսինքն ես sense բան կասեմ, ճիշտ ես ասում, փոքր երկրներում երբ որ դու ասեն գիտության վրա ծախսում ես, չգիտեմ, $1000, օրինակ, հետո դու 10 անգամ քո գիտակցության ծախսերը ավելացեցիր դառավ $10,000, հետո 10 անգամ ավելացեցիր դառավ $100,000, հետո 10 անգամ ավելացեցիր դարձավ $1 միլիոն։ Դրանից այնտեղ արդյունքը չի փոխվում։ Հա, որտեվ եթե բանին նայենք, այդ response curve-ին նայենք, ինքը sigmoid ինչ որ curve է, այսինքն ներքևը դա գնում է, դու ծախսերն ապատես է գովազդային արշավ է, եթե դու գովազդի վրա ծախսում ես 50 դրամ, ինչ ծախսեցիր, ոչ մեկ դրա մասին չիմացավ։ Մինչև ինչ որ մի պահ է գալիս, որ դրանից հետո ինչքան որ ծախսում ես, արդեն սկսում է էֆեկտ տալ։ Չէ, հետո բարձրանում է վերև ու նորից հետո սկսում է այդ բանը curve-ը սկսում է տափակել, որտեվ ասենք եթե ծախսում ես 10 միլիոն կամ 11 միլիոն, արդեն շատ քիչ էֆեկտ է տալի գովազդը, որտեղ բոլորը գովազդը տեսել են արդեն, օրինակ, հա։ Հիմա նույն ձևի իմ պատկերացմամբ գիտությունն է, այսինքն եթե օրինակ մենք հիմա ասում ենք բարձրացնենք գիտության նկատմամբ ծախսերը այսքան անգամ կամ այսքան տոկոսով, դա դեռ չի նշանակում, որ դա ինչ որ արդյունքը ավելի շատացնելի է կամ ինչ որ կրկնապատիկով, բազմապատիկով ավելի բարձրացնելի։ Ամենայնպես ես նման հետազոտություններ չեմ տեսել, որտեվ եթե այսօր ինչ որ մեկը կարողանա ասի թե Հայաստանում օրինակ մասնավոր ընկերությունները գիտատեխնիկական հետազոտությունների վրա ինչքան փող են ծախսում, չեն կարողանալ ասեն, չկա տես վիճակագրություն։ Մենք նույնիսկ այդ չգիտենք։ Մենք չգիտենք, մենք գիտենք պետությունն ինչքան փոխացած, հեշտ է իմանալը։ Բյուջետային process է, բյուջեի մեջ կա, դրացած ասում է։ Բայց մենք նույնիսկ այդ չգիտենք։ Հիմա մենք ոնց պետք է կառավարենք մի բան, որը մենք չենք կարողանում չափել, հա։ Իսկ գիտությունը ինքը չի զարգանում մենակ գիտատեխնիկական ինստիտուտներում ու հետազոտական կենտրոնում, գիտությունը զարգանում է նաև արդյունաբերությունը, գիտությունը զարգանում է նաև խոշոր ընկերություններում ու այս վերջերս բանա նկատվում, տարբեր երկրներում տարբեր ձև է նկատվում, բայց ասենք մասնավոր ընկերություններում գիտահետազոտական աշխատանքներն ավելի բան են, ավելի շատ են իրենց ծավալով սկսում, լավ մրցակցում են պետական ծավալների հետ։ Բայց իրանք չեն հրատարակում, չէ՞, իրանք research-ները, իրանք ներսում։ Նայ ոնց է, երբ որ դու օրինակ Ամերիկայում ինչ որ հայտնագործություն ունես, եթե դու ուզում ես ինքը պաշտպանված լինի, դու պետք է իրան պատենտավորես։ Չէ՞, պատենտավորման գաղափարը ինքը շատ սիրուն գաղափար է, էլի։ Երբ որ դու պատենտավորում ես, պետությունը պաշտպանում է քո իրավունքները, այսինքն դու դա մենակ դու կարաս օգտագործես, բայց պետությունն ասում է, բայց եթե պատենտավորել ես, ես քեզ պաշտպանությունը տալի եմ, արի այդ քո գիտական հայտնագործության մի կտոր բաց հասարակության համար, պատմի ոնց է սարել, էլի, որտեղ կարող ինչ-որ մեկը կարդա, այդտեղից իր մոտ ուրիշ գաղափար առաջանա, ինքը գնա ուրիշ բան ստեղծի, որով գիտական արժեքը կավելանա, հնան ավելանում է, պետությունը զարգանում է։ Եթե չես ուզում այդ պաշտպանությունը, ասենք չես ուզում այդ կտորը բացես, այդ քո նորիթի կտորը չես ուզում բացես, խնդրեմ, մի բաց։ Բայց այդ դեպքում ասենք այդ գաղտնիքը պահում ես ոնց որ sense չգիտեմ, ինչ որ մի հատ սրբության պես բան, որ հանգրծակի ոչ մեկ չի իմանա, որտեղ դե պատենտավորը չի, պաշտպանված չի, ով իմացավ իրանն է։ Հա, այսինքն ռիսկը որ զուգահեռ ուրիշն է պրոստը այդ նույն բանին կգա ու կարող նույն ձև օգտվել։ Այո, կարող են քեզ գողանան ուղակի դա։ Հա, կարող են քեզից ինչ որ ձև իմանան, քեզից տանեն, իրան կանեն, բայց կամ պատենտավորված չի արդեն այդ բանը կոնը չի։ Հիմա նույն ձևի գիտական արդյունքն է, որ պետությունն է փող դնում գիտության մեջ, պետությունն ասում է, որ ես ուզում եմ որ սա դառնա օրինակ հանրային արժեք, հա, այսինքն բոլորը դրանից օգտվեն։ Բայց եթե դու նայես այսօր ինչ է կատարվում նույն գիտական ամսագրերում, հա, ասենք նախ ինչ որ բան տպագրելու համար ագին փող պետք է տաս։ Բաները, հոդվածները շատ մեծ մասամբ անվճար չեն, այսինքն այն նույնիսկ պետական, ասենք ենթադրենք թե Ամերիկայի կառավարության գրանտով գրված գիտական հետազոտության հոդվածը կարդալու համար, որ Ամերիկայի հարկատուն կարդա, ինքը պետք է փող տա։ Ինչու մասնավոր ընկերության։ Այո, ինչի՞ մեծ մասնավոր ընկերության պետք է փող տա։ Հա, պետք է առնի, կամ համալսարաններին են սովորաբար ծախում, այդպես մեծ փաթեթի տեսքով, հա, որ դու կարողանում դա դե մեծ երկա կարող ես մտնել ինչ հոդված ուզում ես, մեջը գտնես։ Եթե այսօր հեղինակը օրինակ ասում է, չէ, գիտեք, իսկ ես ուզում եմ այս հոդվածը տպեմ, բայց ուզում եմ որ ինքը բաց լինի, այսինքն ցանկացած մարդ կարողանա կարդա։ Այդ թանկ է, ասենք լավ ժուրնալում տպել է, կամ $4000 փող արժանա։ Ինչը քիչ գումար չի, եթե հաշվի առնես, որ գիտնականները ավելի ցածր են վարձատրում, քան ոչ գիտնականները, ասենց ասեմ։ Տենց է, հա, ինքը տենց է, տենց լինելու է, ու բայց նաև պետք է հաշվի առնել, որ մարդ
երբ որ որոշում անում ինչ-որ բանը զբաղվելու, իր միակ մոտիվը փողը չի, էլի, փողը ամենակարևոր մոտիվներից մեկն է երևի, թե, բայց միակը չի։ Հիմա այդ տեսակետից պետք է արդյոք մեզ գիտություն համես պետք է, ինչ գնով մենք պետք է դրան հասնենք, այդ չգիտեմ, այդտեղ չկա ոչ մի դեբատը այդ ուղղությամբ չի գնում, հա, ասենք։ Եթե ասած ես այդքան չհասկացա, պետքա որտեվ ինչ։ Ես համաձայն եմ, որ պետքա որտեվ օրինակ ինձ դզում է, քեզ դզում է, ինձ հաճելի կներ օրինակ բանը, բայց արդյոք պետքա երկիրը դրանով առաջնորդվի ու պետությունը դրանով առաջնորդվի, դա չգիտեմ, կարող է իրանց համար ավելի կարևոր հարց է։ Ճիշտ եմ, այսօր իմ բանն էլ ես եմ ասում, այսինքն այդ հաշվարկը պետքա լինի, արդյոք պետությունը պետքա դրա վրա փող ծախսի, թե չէ։ Միգուցե պետք չի պետությունը դրա վրա փող ծախսի, միգուցե պետքա պետությունը դրա վրա փող։ Միգուցե պետքա պետությունը ինչ-որ ձև սահմանի իր առաջնահերթությունները որոնք են, ու ասեք իրենց ինչ կայս փողը տալիս են բացառապես այս առաջնահերթությունների համար։ Իմ համար էսա կարևոր, ես եմ ուզում իմանամ։ Հա, օրինակ, ես ասեմ, ինչ առաջնահերթություններ կարա ունենա պետությունը, այսօր գիտական հետազոտությունները որ անում են, ինքան ես եմ տեսել, միգուցե ես բան չեմ տեսել, հա, շատ բան չեմ տեսել, բայց այսօր մենք հայերս մեր փոքրից երկրում նստած աշխարհի խնդիրներն ենք լուծում։ Տենց են բոլոր հայկական ստարտափները, ասենք մենք բոլոր աշխարհի խնդիրներն ենք լուծում, բայց մենք մեզ չենք ճանաչում։ Այսինքն հետեւաբար միգուցե պետությունը պետքա ֆինանսավորի օրինակ սոցիոլոգիական հետազոտություններ, կտչիմ հարցումներ, սոցիոլոգիական հետազոտություններ, մենք մեր հասարակությունն իմանանք, հասարակության խնդիրներն իմանանք, հասարակության խնդիրներն իմանանք, այդ իր վտանգներն ունի, որտեղ այդ ինֆորմացիան արդեն հայտնվում է իշխող էլիտայի ձեռքին, ով ուզում է լինի այդ իշխող էլիտան, ու հասարակությունը դեռ ավելի հեշտ կառավարելի, բայց ամուր ճշգրտն էլ է տենց անում, այդ է։ Ատեկուս ընտրությունները ավելի ոնց որ մանիպուլացնել, որ քեզ ձենտան ավելի հեշտ անում է։ Այո։ Մյուս կողմից ասենք օրինակ քաղաքային խնդիրներ հասկանալու համար, հա, քաղաքաշինական խնդիրներ հասկանալու, որտեղ պետքա շենք սարքել, որտեղ պետք չի սարքել, երթևեկությունը ոնց պետքա լինի, որտեղ մեքենա թողնես, չթողնես, ասենք այդ ամեն ինչը գիտություն է պահանջում։ Ու դրա այդ տիպի խնդիրների լուծումները պատրաստի չկա ոչ միտեղ։ Ցանկացած մարդ, ով որ դրանով ուզենա զբաղվի, ինքը մի քիչ պետքա գիտնական լինի։ Ու գիտնական ասելով, այստեղ նկատի չունենք մարդու, ով որ ինչ-որ բան հայտնաբերեց ու հաջորդ օրը գնաց բան ստացավ, Նոբելյան մրցանակ ստացավ։ Ինքը կարող է կոնկրետ, ասենք, Երևանի քաղաքապետի կամ չգիտեմ, քաղաքապետարանի որոշմամբ կամ պատվերով զբաղվում նրանը, որ փորձում է հասկանալ, թե Երևանում տրաֆիկը ինչ ուղղություններով է գնում, կամ վերջին 10 տարվա ընթացքում Երևանում կյանքը ոնց է փոխվել։ Շատ անսերովի data science-ի է խնդիրը, չէ՞։ Իհարկե։ Այո։ Միայն data science-ի չէ, նաև մի քիչ պետքա բան ունենաս, այդ կոնտեքստը պետքա հասկանաս, մի քիչ պետքա ճարտարապետ լինես, ենթադրում եմ, մի քիչ պետքա քաղաքաշինությունից հասկանաս, մի քիչ ուրբանիստիկայի, մի քիչ սոցիոլոգ լինես, մի քիչ պետքա լինի ամեն ինչը։ Հա, որտեղ data science-ը իտավա գործիք է, էլի, օրինակ նույնիսկ գործիքա, չգիտեմ, ծրագրավորումը, ու ծրագրավորումը, որ ուզում ես ինչ-որ բան սարքես, օրինակ, չգիտեմ, եթե ուզում ես տաքսի application սարքես, պետք է հասկանաս այդ ոլորտը ոնց է աշխատում, կամ ուտելիքի այդ ոլորտը պետք է հասկանաս։ Լավ, մի հատ ուրիշ հարց։ Արի անդրադառնանք այս հիմիկվա AI-ի հեղափոխությանը, ասենց ասած։ Նախ ինչ ես մտածում դու այս ամեն ինչ կատարվողի մասին, ինչ ես կարծում ուր է գնում ու արդյոք մենք քո կարծիքով կստեղծենք AGI։ Չգիտեմ։ Ես չեմ պատասխանի այդ հարցին, որովհետև նման կանխատեսումներ անելը մի քիչ լավ գործ չի, որովհետև չեմ կարող ասեմ։ Չգիտեմ ուր է գնում։ Կարամ ասեմ որտեղ է հիմա։ Հա, եթե հեղափոխության տեսակետից նայենք, իմ կարծիքով հեղափոխություն չկա։ Չկա։ Չէ, չկա։ Եթե մենք հեղափոխություն ենք, հեղափոխել բառը նշանակում է մեր բոլորի կյանքը պետք է սենց փոխվել, չէ՞։ Փոխվել է։ Իսկ դու մաս սկսում ես փոխվել, գիտես։ Ուր, օքեյ, դու սկսում ես փոխվել, դու փոխվի կիմանանք, հələ որ չի փոխվել։ Հա, շատ լավ է, հավես է, բանը ChatGPT-ին շատ է օգնում։ Շատ պետքական բան, ես էլ այտենց օր չկա որ իրանից չօգտվեմ, հա։ Բայց որ ասեմ իմ կյանքը անենց է հեղափոխվել, որ ես ասենք օրվա մեջ ասենք 5 ժամ դրացուցի ժամանակ ինձ մնացել, որով ես կարող եմ ասենք նվիրեմ իմ ընտանիքին ու իմ ընկերներին կամ չգիտեմ կյանքս երկարելի է 20 տարով, դա կամ իմ կյանքի որակն է շատ լուրջ փոխվել, չէ, նման փոփոխություն չկա։ Ասեմ, մի հատ բարձ օրինակ բերեմ,
ես ինչ եմ բրիտանացիներին սիրում, լավ ասենք ասենք, բրիտանացի գիտնականներին։ Չէ, բրիտանացիները, դեռ բրիտանացիները շատ սկրուպուլոզ վիճակագրություն պահող մարդիկ են։ Ասենք դու եթե ուզում ես իմանաս, ու դա շատ լավ ցուցանիշ է, էլի, մի կիլո մեխի գինը, շինարարական մեխի գինը Անգլիայում, ասենք, կարա տենց մի 11-րդ դարից սկսած կա, թե չեմ սխալ, գրանցած, ինչքան արժեցել բան եւ այլն։ Ու նաև մի հատ երկու կարևոր ցուցանիշ կա տնտեսագիտական, մեկը իրական աշխատավարձներն է, հա, մյուսը մեկ շնչաշո հնանն է, որը վերջնաշո ցույց է տալիս, թե երկին ինչքան հարուստ է։ Մեկ շնչի աշով։ Հիմա եթե դու նայում ես իրական աշխատավարձներն ու մեկ շնչի աշով հնայի վիճակագրությունը Անգլիայում կամ նույնիսկ աշխարհում գնահատում են, կարողանում են հետ գնալ դեպի անցյալը, նույնիսկ գնահատել տեսակետից։ Նայում ես տափագից ասած գնում, գայս ասում 1860-ական թվականներ, երբ որ բանա դառնում, տեղի ունեցավ առաջին ինդուստրիալ հեղափոխությունը, միանգամից դռնում է օդ, դա նորից 60-ականներից սկսում է բան անել, տափակել։ Աճի մասին է խոսքը։ Այսինքն մենք sense մի բան պետքա տեսնենք, հա, եթե մենք ասում ենք, որ հիմա մենք գործ ունենք ինդուստրիալ հեղափոխության հետ, ուրեմն մենք պետքա տեսնենք sense մի հատ օրինակ փոփոխություն ինչ որ մի բանի մեջ, այդ ոնց ասեմ, ինչ որ մի ցուցանիշ պետքա փոխվի, չէ՞ որ մենք հասկանանք, որ փոփոխություն է եղել։ Ցուցանիշ կարող չի լինի մակրոտնտեսական ցուցանիշ, կարող լինի մեր կյանքում վերցած մի հատ կարևոր ցուցանիշ, որ մենք վերցնում ենք, ասում ենք, այ էսի ինքան լավ է փոխվել, իսկ ինդուստրիալ հեղափոխությունը բերել է նրան, որ մարդկանց կյանքում այո շատ լուրջ զգալի փոփոխություններ եղել, կյանքի որակի շատ լուրջ փոփոխություններ եղել։ Հիմա դա չկա ու ընդ որում այդ կանգնել է 1860-ականներից հետո, սկսած կանգնել է։ Դե չէ որ հիմա նայենք տեխնոլոգիաներն ոնց են անընդհատ, ասենք, չգիտեմ, տոներեն ինձ իմ ընկերները, բայց բլոկչեյնները տենց եկավ, որ հեղափոխություն պետք է աներ, ֆեյլ եղավ գնաց, իրանից առաջ չգիտեմ 3D printing-ներ եկավ, պետք է հեղափոխություն աներ, ֆեյլ եղավ գնաց, իրանից առաջ ինտերնետներ, որոնք բոլորը շատ լավ հայտնագործություններ են, որոնք այո, նաև ինտերնետը։ Ինտերնետը ստու հեղափոխություն արեց, չէ։ Ես իմ կյանքը աղագին ուրիշ կլներ, եթե ինտերնետը չլներ։ Մարդու կյանքի տևողությունը շատ է փոխվել ինտերնետի հայտնագործությունից հետո։ Եթե ենթադրենք, որ կարանք ինչ-որ ձև պատճառ հետևանքային կապ փորձենք գտնենք ինչ-որ մեթոդով, չենք կարա, բայց որ նայես չէ, մարդու կյանքի տևողությունը չի փոխվել շատ։ Մարդու կյանքը չի երկարել ավել, օրինակ։ Կարող է երկարել, բայց տեմպը այն չի, ինչ որ որտեղ ինդուստրիալ այնպես չի որ հա էլի գիտական հետազոտությունները կան, տարին տարվա վրա մարդը ավելի լավ է ապրում, այդ միանշանակ, բայց տեմպը այն տեմպը, որը հիմա կա, համեմատելի չի այն տեմպի հետ, որը եղել է ինդուստրիալ հեղափոխության ժամանակ։ Դրա համար է նա հեղափոխություն։ Եթե ստեղել կլինի, ես հուսով եմ, որ կլինի։ Մենք որս ուզում ենք, որտեղ արդեն ձանձրալի է այս։ Հոգնել ենք գործանել ես։ Չենք ուզում էլ գործանանք, այո։ Մենք ուզում ենք, որ այդ հեղափոխությունը լինի, բայց երբ որ կլինի, մենք դրա մասին կխոսենք։ Հիմա օրինակ կարանք փորձենք ինչ-որ պրոքսի ցուցանիշներով նայենք, հասկանանք, տեսնենք բան կա, փոփոխություն կա թե չէ, հա։ Մի պրոքսի ցուցանիշ, որ ես վերջերս իմ մտքով գայիս էր, դա նա որ եթե ասում են մարդիկ սկսել են ChatGPT-ին դարել մարդու կյանքի անբաժան ընկեր, հա, ասենք, ու ասում են եկել է փոխարինել է Google Search-ին, չէ՞ օրինակ, ոչ մեկ Google Search չի անում։ Ես օրինակ չեմ անում։ Շատ վաղուց չեմ։ Հա, ես էլ եմ քիչ։ Բայց դա ինչ որ ձև որտեղ պետք է երևա, դա պետք է երևա օրինակ այնտեղ, որ Google Ads revenue-ները, Google-ի հասույթը իր գովազդից պետք է նվազի։ Չէ՞ թե մարդիկ էլ Google search չեն անում, ուրեմն ինքը գովազդ ոչ մեկին չի ցույց տալիս, ինքը հասույթը նվազում, այդ հասույթը նվազում է, ինձ թվում է չէ։ Բա ոնց է տանցելնում, այսինքն չան։ Չգիտեմ ոնց է անում, չկարծանում, այդան։ Չգիտեմ։ Սրանք ընդհանրապես սպեկուլյացիաներ են, որտեղ ինչ էլ խոսում ենք, սպեկուլյացիաներ են, բայց հեղափոխությունը չէ, եկեք ամեն ինչին հեղափոխություն չանվանենք, էլի այդ հեղափոխությունը այտենց հասկանում եմ, եթե հեղափոխությունը դառնա, ուրեմն այսի կարող են զուտ առաջի քայլերն է, որ մի քիչ հետո կարող է դառնա հեղափոխություն, ոչ թե արդեն, որտեղ արդեն հիմա, ասենք, որ մի քիչ կարողա կոդ գրի, մի քիչ կարողա email գեներացնի, մի քիչ Google search-ին փոխարինում ու վсё էլի։ Բայց եթե մի քիչ հեռուն նայես իր պոտենցիալ application-ները թե ինչ կարա անի, լիքը task-եր կարա ավտոմատացնի էլի մարդը։ Օրինակ այս վերջի մոդելները, որ հանում են, ասենք ինչ որ կոնկրետ ուղղության վրա որ train են անում, ասում են, ասենք ինչ որ PhD level կարողա output տա այդ ուղղությամբ։ Շատ լավ, նայ
դու եթե ստացել հեղափոխական տեխնոլոգիա, դա դեռ չի նշանակում որ հասարակությունը հեղափոխվել է, որտեղ այդ հեղափոխական տեխնոլոգիան պետք է բոլորի համար լինի։ Օրինակ, եթե ասում են ChatGPT-ն հեղափոխական է, որտեվ գիտես, ընկերությունը քանի աշխատատեղ, քանի հոգա կրճատում դրա պատճառով էլ իրանց ծրագրավորողներ պետք չեն, SMM-շիկներ պետք չեն եւ այլն, հա, այդ շատ վատ է, որտեղ մարդիկ աշխատանք են կորցնում։ Իսկ երբ որ մենք ասում ենք հեղափոխություն, մենք նկատի ունենք, որ հասարակությունը իր մեծ մասով, հա, ավելի լավ է ապրում, քան առաջ։ Ոչ թե հասարակությունը ինչ-որ շերտերը ավելի լավանում են, մյուս շերտերն ավելի վատանում են, հասարակությունը որպես ամբողջություն ավելի լավ է սկսում ապրել։ Ու Ամերիկայում այտենց ինչպես Ֆորդը ինչ էր ասում, չէ՞, Ֆորդն ասում էր ես պետք է այնպես մեքենա արտադրեմ, որ իմ բանվորը կարողանա իմ մեքենան առնի։ Այդ Ֆորդի սկզբում ինքը այդ արեց։ Այդ հեղափոխական էր։ Հա, ինքը գնաց հասավ նրան, որ բոլորի բանը ավելացեց, դու ոչ թե Ֆորդը ինքը դրեց ծախեց փող աշխատեց դարձա միլիոն, տենց էլ եղավ, բայց իր հետևից լավացան նաև մնացած բոլորը։ Բայց եթե տեխնոլոգիական հեղափոխությունը բերել է նրան, որ գործատու կարողանալ է այսօր 80 ծրագրավորողի փոխարեն 60 հոգու վարձի, դրա մեջ ոչ մի լավ բան չկա։ Այդ չի բերելու նրան, որ հասարակությունը ավելի լավ ապրի, բերել է նրան, որ դու ունենել ես 20 հոգի մարդ, ովքեր գործազուրկ։ Հեղափոխականն է այն տեխնոլոգիան, որ աշխատատեղ է ստեղծում, որ նոր ոչ թե նոր ծրագրավորողի հաստիկներ է ստեղծում, այլ նոր տիպի աշխատանքներ է ստեղծում, նոր task-եր է ստեղծում։ Հիմա միակ բանը, որ ես էս վերջերս անդադ լսում եմ, որ իմ կողք ասում են prompt engineering-ի մասնագետ եմ, prompt տնցի չեմ հասկանում, ինչ անշական prompt engineering-ի մասնագետ, բայց սեր ասում մարդիկ կան, որ դրա մասնագետն են, բան չեմ ասել, բայց ասենք միակ նոր task-ը, որ մենք այսօր տեսնում ենք GPT-ի բերած, այդ բանն է, prompt engineering-ի մասնագետն է։ Ես տենց եմ տեսնում, չգիտեմ։ Ատա մի քիչ կվիճեի, որ հենց դրանով է սահմանում, որ նոր աշխատատեղեր ստեղծի, որտեվ դաժե թե ինքը պրոստը կրճատում այդ ռեսուրսները, որ այդ կամպանիան է ծախսում, դա մենակ sense ինչ որ short term է վատ, որ հա այդ մարդիկ իրանց գործը կորցրեցին, լավ չի բանման, բայց որ նայես ոնց որ ընդհանուր երկրագնդի հնան sense ասած, թե ինչքան բան է ինքը կարող է արտադրի, կարող դրա պատճառով ինչ որ պրոստը ինչ որ բաների արտադրությունը շատ ավելի արագանում է։ Ու այդ փողն է ինքը իրականում բան է, չէ՞, պրոստը ցուցանիշ է, թե ինչքան կատարած աշխատանքի բան կարաս դու առնես դրանով։ Այսինքն կարող է ոնց որ պրոստը ամեն ինչը էժանանա, էլի, որովհետև իրան սարքելը շատ ավելի հեշտ լինի, ու դա ընդհանուր մարդկության համար արդեն կարա հեղափոխական լինի։ Օրինակ, չգիտեմ, սովորական, ասենք թե այն ժամանակ միտեից ինչ որ ապրանք հրգելը կարող է շատ թանկ էր, որովհետև ձիով պետք է տանեին։ Հիմա հետո սկսեցին մեքենայով տանել ու դա էժանացավ, ու հենց այդ էժանանալը կարա շատ մեծ ազդեցություն ունենա, չէ՞, բանի վրա, հասարակության վրա։ Նայ, կարա, բայց եթե գործատուն, արի ճիշտ խոսենք, էլի, եթե գործատուն կարողանում է բիզնեսմենը, որ այդ եթե այս շատ ուրիշ թեմայի մեջ կարող խորանալ, կա արդյոք այդ շուկայում, չգիտեմ, բացարձակ մրցակցություն, հա, մրցակցություն կա, չկա եւ այլն, ոնց է, ինչա, բայց ասենց ասեմ, եթե գործատուն կարողանում է նույն ծավալի ապրանքը 100 հոգու 100 աշխատավորի փոխարեն 80-ով արտադրի, այսինքն իր ծախսերը կչանում են, փաշ չի որ ինքը գինի իջացնել է, ինչի համար։ Ինքը գինը իջացնի մենակ եթե այն մյուսն էլ այդ նույն բանն անում, այն մյուսն էլ մյուսները սկսում են գինի իջացնել։ Հիմա եթե դու կարաս քո ապրանքը ծախես 200-ով, ու գիտես որ 200-ով առնելու են, ու ստանաս ասենք 50 միավոր շահույթ։ Հիմա իջացնես կսարքես 180, որ ստանաս 30 միավոր շահույթ։ Ինչի՞ չի, ոչ մի չի անելու դա։ Դա մենակ այդ մարքեթի օրենքներով կոնկուրենցիան։ Այո, որը մենք ենթադրում ենք, որ կա, ենթադրում ենք, որ այնտեղ լավ է եւ այլն եւ այլն։ Այսինքն իմ ասածը այնա, որ հեղափոխությունից պետք է շահեն հասարակության բոլոր շերտերը։ Նույն ձև ոնց որ տուժվում են հասարակության բոլոր շերտերը, նույն ձև պետք է շահեն հասարակության բոլոր շերտերը։ Բայց էլի մեկը եկեք ընդունենք, որ մենք այս հեղափոխության բանի են ամենապերիֆերիայում ենք, էլի հեղափոխությունը ստեղ չի, Հայաստանում չի, ինքը այնտեղ ինչ որ ուրիշ տեղ է, հա, եթե կգա մեզ կհասնի, չի հասնի, չգիտեմ, պետք է մի քիչ ավելի բան նայել, գլոբալ նայել։ Համաձայն եմ։ Արի մի քիչ հետ գամ data science-ի բան։ Նա ասում էր, որ մենք կյանքում անդադ օգտագործում ենք այդ data science-ը, ու հաճախ սխալ ենք օգտագործում։ Որն են ամենահաճախ սխալները, որ մենք անում ենք ըստ քեզ։ Կարծում եմ սխալներից ամենակարևորը որ միջինը չենք հասկանում, ինչը չենք կարող հաշվենք, լավ չենք պատկերացնում ինչ բանն է հավանականություն։ Երևի թե այդ երկուսը sense կարևոր սխալներ ուտեղ լիքը օրինակներ կարանք։ Օրինակ, եթե հավանականությունից խոսանք,
երբ որ պայմանական հավանականությունից ենք խոսում, այն ինչ մի բան տեղի ունենալու հավանականությունը, եթե տեղի ունեցել ինչ ուրիշ բան։ Հա, օրինակ, եթե ես լվացել եմ իմ մեքենան, այսօր լվացել եմ։ Եթե ես լվացել եմ իմ մեքենան, անձրև գալու հավանականությունը 1 է։ Չէ՞, ոչ ցանկացած որ գիրի, հենց դուք մեքենան լվացիր, անձրև է գալու։ Հա։ Դա 1 է։ Պայմանով որ մեքենան լվացել ես, եկել է անձրև։ Հիմա արի պայմանը տեղը փոխենք։ Պայմանով որ գալիս է անձրև, ինչքան հավանականություն որ դուք կլվաս քո մեքենան։ 0։ Չէ՞, չզգնալ լվա քո մեքենան, չի լվաս եթե անձրև է գալիս։ Այսպես։ Պատկերացրեք, այսինքն միտեղ պայմանն են որ գալու է անձրև, դու հետևանքն են որ դու լվանում ես մեքենա, մյուս տեղը դու կլվաս տեղը փոխեցիր։ Հիմա այդ խնդիրը շատ առաջանում է այն դեպքերում, երբ որ մարդիկ գնում են ինչ որ բժշկական տեստեր են հանձնում, հա, օրինակ ես դա կարդացել եմ նման միտեղ կարդացել եմ խնդիր կա մամոգրաֆիայի հետ, հա, կանանցի քաղցկեղի հետ կապված, հա, երբ որ բժիշկներ խորհուրդ են մի գնացեք արեք մամոգրաֆիա, պետք չի։ Եթե բան չկա, այնց բժշկի ցուցում չկա, եթե լուրջ դժգոհություններ բան չկա, սիմպտոմներ չկա, ոչ մի բան չկա, ինչ է գնում անում մամոգրաֆիա, որտեղ Ամերիկայում չի մի պաստացվել, բոլորը գնում անում էին։ Հա, ինչը լագիշն է, պրոստը ստուգվելու համար։ Հա, պրոստը ստուգվել է, ինչի, օրինակ տես, նույն օրինակ բերենք, մամոգրաֆիայից դուրս ենք, որևէ բժշկական տեստի օրինակ բերենք։ Ասենք դու հաշվում ես հավանականություն, որ քո տեստը կասի, որ դու հիվանդ ես, պայմանով որ դու հիվանդ ես։ Հա։ Հա, եթե դու հիվանդ ես, իրոք հիվանդ ես։ Եթե դու իրոք հիվանդ ես, հավանականությունը, որ տեստն ասում է, որ դու հիվանդ ես, 95% է։ Երկրորդ բան, հավանականությունը, որ տեստը կասի, որ դու հիվանդ չես, պայմանով որ դու հիվանդ չես, էլի 95% է։ Հիմա այդ լավ տեստ է, թե չէ։ Չէ։ Ինչի։ Դա 99% է, 95 չէ, 99%։ Եթե դու հիվանդ ես, 99% հավանականությամբ քո տեստը ասելու է որ դու հիվանդ ես, այսինքն ճշտությունը 99% է տես։ Լավ տեստ է, ինչի՞ չէ։ Դե ես կարամ մի հատ տեստ գրեմ, որ 100%-ով ասում է որ դու հիվանդ ես, եթե դու հիվանդ ես։ Բայց եթե հիվանդ չես, մեկ այլ ասում է հիվանդ ես, պլաստը միշտ կարա ասի հիվանդ ես։ Ահա, շատ ճիշտ ես ասում։ Այսինքն մենք եթե բերենք մեքենայական ուսուցման հավանականության տեսության լեզվին բերենք, հա, լեզվով արտահայտենք, այդ տեստը լավն է թե չէ, կախված է նրանից, թե հիվանդությունը ինչքան տարածված է մարդկանց մեջ։ Եթե հիվանդությունը շատ քիչ տարածված է, երբ որ դու պայմանը տեղով փոխում ես, օրինակ, պայմանական հավանականություն, որ տեստը կասի, որ դու հիվանդ ես, եթե դու հիվանդ ես, հա։ Հիմա պետք է փոխեցինք տեղերը։ Պայմանական հավանականություն, որ դու հիվանդ ես, եթե տեստը ասել է, որ դու հիվանդ ես։ Դες արդեն սկսում ենք խառ։ Այդ հավանականությունը շատ փոքր թիվ է տալիս, եթե հիվանդությունը ինքը շատ քիչ տարածված հիվանդություն է։ Օրինակ 95-99% դեպքերում, եթե օրինակ այդ մեր առաջին ասած պայմանական հավանականությունը 99% կամ 95%, եթե այդ հիվանդությունը, ասենք օրինակ մարդկանց մոտ հանդիպում է, չգիտեմ, 1% դեպքերում 2-3 կամ այս փոքր բանը, որը սովորաբար է տենց է հիվանդությունների համար, հա այդ դեպքում հակառակ հավանականությունը շատ փոքր թիվ է գայս, ասենք կանգնի 7-8%, 9%, 10%, ասենք 7-8% հավանականության համար մի հիվանդություն, որ կարող է կան շատ կարևոր չի, ասենք դու մեկ էլ գնացիր, սկսեցիր ստուգվել, գնալ, այսինքն այդ մեր հավանականությունների լեզվով ու նաև հիմա մեքենայական ուսուցման լեզվով այդ բանն է, այդ false positive-ների գաղափարն է։ Այսինքն ասել է, որ դու հիվանդ ես, բայց դու իրականում հիվանդ չես։ Իրա բանաձևը ոնց է, այսինքն եթե Բայեսի բանաձևով ենք բացում իրան։ Հա, արի մի հատ օրինակի վրա փորձենք հասկանանք ոնց կլինի։ Հավանականությունը ինչն է մեզ հետաքրքիր հավանականությունը, որ ես իրոք հիվանդ եմ, եթե ինքը ասել է, որ ես հիվանդ եմ։ Այսինքն տրված է, որ ես ինքը ասել է, որ ես հիվանդ եմ, ուզում ենք հասկանանք հավանականությունը, որ ես իրոք հիվանդ ես։ Բայց դու գիտես հավանականությունը, որ ինքը կասի, որ դու հիվանդ ես, եթե դու իրոք հիվանդ ես։ Այն է, այս շատ բան է, սաբտալ պահ է, էլի։ Դրա համար եմ ես սիրում այս բանի վրա անձրևի ու մեքենայի օրինակի վրա բերել, հա, որտեվ եթե անձրև է եկել միանշանակ, այս կատակ է իհարկե, եթե անձրև է եկել միանշանակ, եթե դու մեքենատ լվանում ես միանշանակ անձրև է գալու, հա, այդ հավանականությունը մեկ է, բայց եթե անձրև է գալու, հավանականությունը որ դու քո մեքենան կլվաս 0 է, չես լվանալու, անձրև է գալիս, իմաստ չկա։ Հիմա այդտեղ բանաձևով բացում է, բայեսի բանաձևով ինքը բացում է, հավանականություն A պայմանով B անգամ հավանականություն, B հավասար է հավանականություն, B պայմանով A անգամ հավանականություն, A այնտեղ պայմանական հավանականությունների բանաձևով բացվում է։ Հասկացա։
Բայց դա կիրառվում է ավելի շատ, չգիտեմ, օրինակ մարդը իր կյանքում սա չի կիրառում։ Ոնց չի կիրառում, ասենք դու գնացիր անալիզ հանձնեցիր, մեկը քեզ ասացի, որ դու հիվանդ ես։ Հա։ Ու գնաց, Նո այդ ժամանակ երևի կգնաս կտաս բժշկին պրոստը, ինչ կտաս բժշկին։ այդ անալիզների պատասխանը։ Բայց իրականում եթե ուզում ես որոշես արժի ես գնամ օրինակ ամեն ամիս այս անալիզը հանձնեմ թե չէ, այդ վաղ ուժած բժիշկը քեզ չի օգնել, ինքդ պետք է ինչ որ հասկանաս, որ ժամանակ բանը։ Այո։ Մյուս օրինակը այդ հայտնի օրինակը կոչվում է gambler's fallacy, սա ռուլետկայի հետ է կապված, հա, երբ որ մարդը ռուլետկա է խաղում, օրինակ գնացել է կազինո խաղում, ասենք չգիտեմ, կարմիր թե սև, հա, ասենք որ մեկն է անգնում։ Ասենք գցում է առաջինը սև, երկրորդը սև, երրորդը սև, չորրորդը սև, հինգերորդը սև, ասում է դու չի կարող անթաս սև լինի, հաջորդը կարմիր պետք է, դնում է կարմիր, նորից է սև գալիս։ Սա ինչի է fallacy-ն, fallacy-ն կային մանրանում, որ ամեն անգամ երբ որ դու բանը գցում ես մեջը, այդ պահին կարմիր ընկնելու հավանականությունը ոչ մի ձև կախված չի նրանից, թե դրանից առաջ քանի հատ կարմիր է եղել, քանի հատ սև է եղել, ինչ է, հավանականությունը նույնն է։ 50%-ը թե ինչ է, չգիտենք, բայց հավանականությունը նույնն է, ինքը չի փոխվում, հա, ասենք մենք այտենց ստանում ենք օրինակ Բեռնուլիի process-ը, ինքը վերջին որ տալիս է հավանականությունը բինոմալ բաշխում, հա, երբ որ մենք ասում ենք, որ փորձերն իրարից անկախ են, այսինքն ամեն հաջորդը բանը։ Մյուս օրինակը, որ մարդիկ ոնց են խառնվում հավանականությունների բանի մեջ, ասենք օրինակ տես։ Այդ մենակ այս խնդիրները, որ ասում ենք, այս մեր ազգի ինչ որ հատուկ խնդիրներ չեն, էլի, այս ամբողջ աշխարհում մարդուն է հատուկ։ Ասենք մենք էլ ասում են, եթե մարդը, չգիտեմ, շատ անկապ օրինակներ ա գալիս, օրինակ, ասենք եթե մարդը առավոտ վեր կանալուց իր աջ ոտքով է վեր կանում, լիքը էքսպերիմենտներ կա, օրինակ ուրեմն իր ցախ ականջի քասկեղով հիվանդալու հավանականությունը միանգամից ավելանում է 10-ով, 10 անգամ։ Ակյասի, հիմա որ ասում ես 10 անգամ, մարդու մոտ միանգամից էս բան առաջանում, ասում է, օ, 10 անգամ, շատ է 10 անգամ, չէ՞։ Բայց որպեսզի դու հասկանաս այս շատ է թե չէ, դու պետք է իր բեյզլայնը նայես, այսինքն ինչ էր ինքը ի սկզբանե, որ 10 անգամ ավելացավ, ինքը ինչ դարավ։ Այդտեղ արդեն մենք բանում նայում ենք risk ratio, նայում ենք odds ratio, հա, դրանք թվեր են, որոնք հաշվարկում են ավելի շատ բանի մեջ, կլինիկական հետազոտությունների մեջ, բայց տեղել է այդ, որտեղ եթե ի սկզբանե այդ բանի զախականջի քարտի ստանալու հավանականությունը, ասենք 0.00001 է, հիմա ավելացել է 10 անգամ, էլի մեկը մնացել է 99.01, ասենք բան չի փոխվել, հասկանում ես, բայց երբ որ դու, այսինքն դա շատ կարևոր է, նրանից թե նույն մեդիան ոնց է report անում, այնքո չի ասելու հավանականությունը մինչև այդ ինչքան էր, հիմա ինչքան դարավ, ասենք հավանականությունները մեկը բաժանի մյուսի վրա, որ ցույց տա հավանականությունն ինչքան, ասում 10 անգամ։ Всё, բաժանել է մեկը մյուսի վրա, ասում 10 անգամ։ Բայց այնուամենայնիվ եթե 10 անգամ տարբերություն է տալի, երևի կարելի է ուշադրություն տալ։ Բայց ի՞նչ է փոխվել։ Ասենք մեկը չի լինելու այդ հավան, դու չես ունենալու իրան։ Ասենք մինչև այդ միլիարդ հոգուց մեկն էր հիվանդանում, հիմա միլիարդ հոգուց 10-ն են հիվանդանում։ Այդ հիվանդության օրինակ։ Ինչ քո կյանքում ինչ փոխվել, դու գնալու ստուգվես։ Չէ, բայց եթե ասենք դու հիմա այդ բաներով չմտածես, չէ, ասենք չիմանաս բեյզլայնն ինչ է եղել։ Իմանաս 10 անգամ։ 10 անգամ, 10 անգամ գնանք հիմա բան ստուգենք։ Հա տենց է, վախը ամենաբաներից է, չէ, ամենապոպուլյար զգացողություններից է ռեկլամի համար։ Հա, ինչի, որովհետև մեր ինձ թվում է մեր բնության մեջ դրած է, էլի, որ մենք ինչ ենք մենք վատ նորություններին ավելի շատ ուշադրություն դարձնում, քան լավ նորություններին։ Մենք ուզում ենք մենք որտեղ վտանգ կա, որ չգնանք այնտեղ, չէ՞, դրա համար հա վտանգը որ դրա համար ինչ վատ բան որ շատ կարդում ենք, տարածում ենք, բան ենք անում, ինքնապաշտպանական բնազդ է։ Հա, մի հատ է negativity bias ունենք, որ ավելի շատ վատ բաներին ենք ուշադրություն դարձնում, քան թե լավերին։ Այ bias-ների մասին, հա, տես էլի միջիններից օրինակ կարաս էքսպերիմենտ անես, գնա քո ընկերին հարցրու, ասա, ինչ ես կարծում, դու միջինից լավ վարորդ ես թե չէ։ Միջինից լավ վարորդ ես թե չէ, ինչ ես կարծում, ասենք Եթե 100 հոգու հարցնես 100 քանիսը կասի որ ինքը միջինից լավ վարորդ է։ Այս մի 70-ը կասի։ 70-ից 80-ը, չէ, բայց այն դեպքում եթե իր բաշխում է, ենթադրում ենք որ ինչ որ ասես bell shape նորմալ բաշխում պետք է լինի, մենք գիտենք որ միջինից լավ վարորդ կարա լինի ընդամենը 50%։ Սովորաբար այդպես բաները տենց էլ լինում են, հա, ասենք չի կարա մարկանց 95%-ը միջինից լավ վարորդ լինի, էլի, բայց դա ամենտեղ որտեղ գնում եմ մարկանց հարցնում ասում ինչ է կարծում։ Այդ մենակ վարորդին չի վերաբերում, հա, ցանկացած հարցում ասում դու միջինից լավն ես, բոլորը միջինից բարձր, բոլորը։ Այդ bias-ները օրինակ ասել եմ շատ հանդիպում
Խոսքի կատան խաղացել ես։ Ինչ։ Կատան։ Չէ։ Ասել պատկերացրու ինչ որ խաղա դու ինչ որ թվերի վրա քո ֆիշկեքն ես դնում ու հետո զառը անգնում, եթե այդ թիվը ընկա, ասենք 8-ի վրա ես դրել, քեզ լավ է, էլի։ Հիմա ասենք բանը ինչ որ թվի վրա ուզում ա դնի մեկը, հա, ասենք 8-ի վրա է ուզում դնի, հետո ասում ա, «Արա, բայց միջև մի 8 չի ինգե, կարող է պետք 8 դնել»։ Դա ուժը է դա, որ ոնց որ ընդհանրապես կարևոր չի էլի միջև մի 8 ընկելա թե չէ, մեկը։ Հա, այդ բայսն է, այո։ Հետո նույն կազինոյի հետ կապված, հա, ասենք Մարկնս մոտ կազինոները Մարկնս թալանում են, բայց շատ քիչ։ Կազինոների վրա բան կա, չէ՞, դրած այդ սլոտ մեքենաների վրա նորմա կա դրած, որ ինքը իր մեջ գցած ամեն ինչ ուզում է մեջ լսել, դրա 95%-ը պետքա հետ տա։ Կամ 96%-ը պետքա հետ է, չէ՞, տոկոս, մեծ տոկոս, որ նայում ես շահույթի մարժան զուտ։ Փոքր թիվ էլի 5% բիզնեսի համար դու գնես բիզնես կանես, մարդիկ չեն անի, ծավալներն է շատ մեծ։ Բայց մարդ ասում է ինչով է դատում, ինքը ասում է գնացի կրեցի կամ գիտեմ մարդը որ կրեց, հա, ալնում է, մարդիկ կրում են կազինո, ինչի՞ որ բոլորը գնում են կազինո, կրվում են, դες բան չկա։ Մեկը կրում է, մեկը կրվում է, սովորաբար նաև որոշակի խաղեր կան, օրինակ բեթինգում, երբ որ ստավկաներ են անում, հա, բեթինգը ինքը ինչ է, ընդամենը եկամուտների վերաբաշխում է, կազինոն էլ իր բանն է անում, փայնն է վերցնում մեջից, հա։ Դու կարաս կրես մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 4 անգամ, 5 անգամ, բայց քո մած սպասումը, այսինքն միջինում քո շահույթը կազինոյի հետ միշտ բացասական է։ Կազինոյի բիզնեսը էդ է, որ ինքը միշտ բացասական լինի։ Այսինքն եթե դու կազինոյին նայում ես, ցանկացած տիպի ազարտ խաղերին նայում ես, որպես ընտանիք պահելու, աշխատելու, գործերը լավացնելու մեթոդ, դու կորած ես։ Չէ, որտեղ չկա, դու մեկը կրվելու ես, մեկը պարտված ես։ Հա, պրոստը բավականաչափ երկար պետք է խաղաս, որ պարտվես, հա, բայց այն մարդիկ ովքեր ում համար է ասենք օրինակ չգիտեմ, Վեգաս եղել ես։ Հա, չես կարող գնաս Վեգաս չխաղաս, չէ՞, հիմա խաղաս, հիմա կամ եթե կրվես դուրս գաս, բայց էդ էլ է իր էմոցիաները տա, որոշում եք բոլորս նամանավան տղամարդիկ ռիսկ սիրող մարդիկ ենք, ասենք, այդ պետք չի մեր միջից հանել, էլի։ Հիմա այդ մի բան է, էլի ֆելեսի տեսակետից, հա, որ մենք չենք հասկանում, որ մատ սպասում չեն կարող հաշվենք։ Այստեղ մի հատ հարց տամ, ես օրինակ շատ աղյաս բանից վիճեմ ու դիմացինս ասում է պատկերացրու ես գնում եմ ռուլետկա եմ խաղում, դեմից դնում եմ ասենք թե $100 կարմիրի վրա, հետո եթե կրվա, հաջորդը պրոստը $200 եմ դնում, եթե կրվա 400 եմ դնում, ու տենց երկու անգամ բազմը պատկելով գնում եմ, ասում եմ վերջը մի օր կկրեմ, չէ։ Հա, մի օր կարեցի, այդ սաղ փողս հետ կբերեմ։ Ճիշտ ասում։ Այդ բանը, այտենց մի հատ թեորեմ կա, ոչ պարադոքս չի, թեորեմա կոչվում է անվերջ թվով կապիկների ու Շեքսպիրի Ռոմեո Ջուլիետի թեորեմն է, գիտես։ Ասում է, թե անվերջ թվով կապիկների դնես անվերջ թվով գրամ մեքենաների վրա 10 իրանց անվերջ ժամանակ, իրանք սկսեն պատահական, ասես կտցնել, վերջում ինչ-որ մի պահի իրանցից մեկը հաստատ Ռոմեո Ջուլիետն է հավաքելու էլի։ Հա, դեռ մի հատին է որ դնաս, միգուցե հա, այտենց էլ կլինի, դա անվերջ ժամանակ կտաս, հա, that's fine։ Հիմա դրա ավելի վատ տարբերակը կա, երբ որ դու ինչ-որ մեկին ասում ես, ես իշքա ծխելը վատ բան է, ինքը ասում է, պապս 60 տարի, տո ծխում էր, տո խմում էր, տո էս երամ, տո 90 տարի ապրեց։ Չէ, այսինքն ինչ է, մենք չենք հասկանում, որ վիճակագրությունը ինքը միջինների մասին է, մի մարդու մասին չի։ Հա, դու կարաս գտնես մի հատ, 2 հատ, 3 հատ, 4 հատ, 5 հատ ծխող մարդ, որոնք շատ առողջ են, լավ երկար էլ ապրում են։ Չէ, բայց միջինում, եթե մարդը ծխում է, իր բոլոր տիպի առողջական ռիսկերի հավանականությունները շատ ավելի բարձր է, քան չծխող մարդու։ Հա, սրտանոթային ամեն ինչ։ Այդ կա, չէ։ Հա, բայց չէ, այնտեղ մի հատ кейս կա, որ դու մի հատ ինչ որ օրինակ գիտես, այդ մի օրինակ է։ Դու այսինքն միջինի գաղափարը էլի չենք հասկանում, որ հավանականությունները ու բանը միջինների մասին է։ Օրինակ ես մի անգամ տես իրավիճակ եղա, որ լոտո էր խաղարկվում ու իմ ծանոթներից խումբ է պատկերացրու ամենը լոտոյի տոմսեր է առել, հա, ու ինչքան փող կա բաժանվելու այդ լոտոյի հաղթողների մեջ, հա։ Հիմա մեկը 10 հատ տոմս է առել, մեկը 20 հատ տոմս առել, ես մի հատ եմ առել, մի բարեգործական բան է, լոտոյի տոմս առել, փողը։ Հիմա շահում է այն մարդով, որ մի հատ տոմս է առել։ Բայց ոչ այն մարդը, որ 20 հատ տոմս։ Ու մեկը սկսվեց, բա ո՞նց է տենց հնարավոր է։ Բայց մարդը 20 հատ էր առել, շահեց էս մարդը, բայ եթե մի հատ առնողը
հավանականություն չկա, որ ինքը շահելի է, չէ՞, քեզ առնելու, չէ՞, քեզ դու գնալու առնես տոմս, չէ՞։ Այո, մի հատ տոմսի, եթե դու մի հատ տոմս ես առել, հավանականությունը, որ դու կշահես շատ ավելի փոքրական է մարդը, որ 20 հատ առնես, հավանականություն կա ու դու կարա շահես։ Այս տենց բաներ է, բոլորը դարել մի հատ մեծ voice ոնց է։ Ամեն ու կռիվ չէին անում, չէ, կռիվ չկար, բայց տենց բաներ, տենց թեժ քննարկում էր, որ վերջում ինձ ասացին, որ հավանականություն տեսնես սուտ գիտություն, ասացի ոնց ասած։ Լավ, ես գնացի տենց էլ կա։ Вообще ես իմ տված հարցին է պատասխանեմ, որտեվ կոնկրետ ուղիղ դրան չարադարձար, այդ ալգորիթմով է դաշի, թե դա ամեն անգամ կրկնակի փող դնելու ալգորիթմով է շարժվես, մեկը միջինում կրվելու ես։ Որովհետև երբեք փողը տանված չի, միշտ սահմանափակ է, իսկ կամայական սահմանափակ փողի դեպքում մեկը դրա մասվածում էլի բացասական, իսկ միջինում կրվում։ Կստացի նորս այդ խնդիրները որ թվարկեցիր, ես զգացի, որ կոնկրետ մեր ազգի մոտ շատ տարածված է։ Մեկը ծխելը, մյուսը բանը, գեմբլինգը։ Դրա համար սկսեցի մտածել կարող է իսկականից հայկական խնդիր է։ Մենք ավելի վատ ենք հասկանում հավանականությունը, քան ուրիշները։ Չէ, մենք չգիտենք գեմբլինգը Հայաստանում ավելի շատ տարածված է, թե չէ։ Ինձ թվում է այդպես հետազոտություն չկա։ Եթե կա, ես կուզենամ տեսնեմ, որտեղ Հայաստանում գեմբլինգի տարածվածությունը համեմատվում է, չէ, նայ, գիտես ինչ մակարդակի վրա է քննարկումները գնում։ Այն ինչ որ ես եմ տեսել, կարող է ինչ որ միտեղ ավելի լուրջ քննարկումներ եղել, ես չեմ տեսել, բայց ասեն հորողպորս տղու հարևանը գնաց սաղ տուն, տեղ, կնիկ, երեխա կրվավ։ Գիտես ինչ տարածված է գեմբլինգը Հայաստանում, չէ, այդ չի, դու որտեվ այն ինչ որ մենք տեսնում ենք, առերևույթ մեր աչքի դեմն է, չէ։ Մենք բան ենք անում, միանգամից ընդունում ենք որպես իրան կշիռ ավելի մեծ ենք տալիս, քան այն ինչ որ չենք տեսնում։ Հիմա որպես մենք հասկանանք գեմբլինգը Հայաստանում ավելի տարածված է, չի պետք է համատել այդ ցուցանիշները։ Ես տենց համատություն չեմ արել։ Ծխելը հա, գիտեմ որ ավելի տարածված է, քան որտեղ չեմ կարող ասեմ։ Օրինակ ես իմ աչքով որ Եվրոպայում տեսնում եմ, ասենք շատ են ծխում, կարող է դժ ավելի շատ քան Հայաստանում։ Նա չի կոնկրետ research եմ արել, ինչ որ ստատիստիկաներ կոնկրետ կասեմ, բայց մի հատը տեսել էի թե բաներն էր։ Իսկ մա դու տեսած կնամ մի պահ պոպուլյար է, թե որ սայթերն են շատ սրճելնում Հայաստանից։ Ու այդ on-line կազինոները են top-երում էին, էլի։ Կարող է։ Եթե դու տես բան տեսել ես, օքեյ, ես չեմ տեսել։ Ես այդ վիճակագրություն չգիտեմ, բայց ես ենթադրում եմ, որ գեմբլինգի նկատմամբ սեր ու ծխել այդ մենակ նայինչ սոցիալական պատճառներ ունի։ Ես ինքս 20 տարի ծխել եմ, թարգել եմ, ու ասում եմ, այդ իմ կյանքի ամենասխալ որոշումը, որ երբևէ ես արել եմ, այդ ծխել սկսելն է, ամենաճիշտ որոշումը, որ երբևէ արել եմ, այդ ծխելը թարգելն է եղել, այդ երկուսն։ Այո, ծխելը լավ չի, մի ծխեք։ Չէ, այդ ոչ թե լավ չի, իր մեջ ոչ մի լավ բան չկա։ Չկա մի հատ դրական բան չես կարող իր մեջ գտնել, չկա։ Ես կարամ այդ պահին կայվ։ Դաժե այդ պահին կայվ չի, ասենց ասեմ։ Այսինքն այդ սոցիալական պահը պետք է հաշվի առնել, էլի։ Միգուցե երբ ասենք, չգիտեմ, գեմբլինգի սումը ինքն էս մի հատ բիզնես է, որ տնտեսությունը անկում ապրում, ինքը աճում է, տնտեսությունն աճում է, ինքը աճում է, ինչ լինում է, աճում է։ Մարդկության ամենահին, չասեմ մասնագիտություն, բայց ամենահին բիզնեսներից մեկն է։ Ես ամենահին մասնագիտությունը ուրիշն է։ Բայց այ դա որ հասկանալը զուտ գիտակցել է, որ այդ միջինում կրվում ես ու ծխելը միջինում կյանքդ վատացնում է, ինձ թվում է այդ գիտակցությունը կօգնի, որ քչացնենք այդ վատ սովորությունները։ Ես չգիտեմ, ինձ թվում է հետազոտությունն է, այդ եմ ասում, էլի մենք մեր ազգին չենք ճանաչում, մենք չգիտենք, մեր հայրենակիցները ինչի համար են խաղում, իրանք խաղում են, որ իրենց սոցիալ-տնտեսական վիճակը լավացնեն, թե իրանք խաղում են, որտեվ ազարտիկ են, թե իրանք ինչ են խաղում։ Օրինակ ես ֆուտբոլային խաղերի բաներ անում եմ, ստավկաներ անում եմ, միշտ գնում եմ իմ սիրած թեմի հակառակու թեմի վրա եմ դնում ու միշտ գրում եմ գումարը, հա, այդպես որ չտխրաս, որ չտխրեմ, այսինքն երկու իրավիճակում էլ իմ համար լավ է, հա, ֆոմիսկոմ տրամադրել, այդ լավ բան է, ստրատեգիա։ Բայց կան մարդիկ, որոնք ընկերություններ, որոնք նույն գեմբլինգի վրա բան են անում։ Ոնց որ խաղում են, այնց ոնց որ դու կգնայր, ասենք ֆոնդային բորսայում բան կառնեիր, տրեյդինգ անում, որ վերջին հաշվով, որ շատ այնց ենթադրություններ անես, շատ իրարից չի տարբերվում, հա։ Բայց օրինակ ֆոնդային այնտեղ կազինոն մի քիչ մտնում է արանքը, ֆոնդային բիրժայում խաղալուց կարող 0 լինի մած սպասումը, ոչ թե բացասական։ Հա, կարա լինի։ Նամանավանդ որ ասում ենք որ ֆոնդային բորսայում ամեն ինչ աճում է, չէ, նկատի դու ներդրում ես անում, սպասում ես 10 տարի հետո փողը, առնում ծախում ես, հա։ Ասենք ստոկ ես առնում, սպասում ես որ ինքը կեժանանա, չէ։
բան ես անում։ Սպասում ես, որ ինքը թանկանա ծախում ես կամ իմ օպշնները սառնում, որ հետո կեժանանա։ Առանց գործակներ ես այն փորձում ես փող աշխատած։ Հիմա ֆուտբոլային խաղերի վրա ստավկանալն է, թե նույն տրամաբանությամբ է։ Դու ունես ինչ-որ մի ինֆորմացիա, վերլուծություն ես արել, քո ինտելեկտն օգտագործում ես, ուզում ես այդ բանի վրա փող աշխատես։ Ընդ որում ստավկանում են ամեն ինչի վրա, հա, այդ պոլիմարկետը մեր Մարտոնի սիրած կայքը, որ նա գովազդում է։ Պոլիմարկետն ինչ ամեն ինչի վրա ստավկա են անում, ասենք, չգիտեմ։ Ով պրեզիդենտ կդառնա։ Ընդ որում ասեմ քեզ, ես համարում եմ, որ Հայաստանում աշխատող ապրող բոլոր էքսպերտներին նամանավանդ քաղաքական ոլորտում կանխատեսումներ անող բոլոր էքսպերտներին պետք է ստիպել, որ երբ որ իրանք կանխատեսում անեն, փող դնեն իրանք կանխատեսման վրա։ Ու լավ փող դնեն, որ եթե չկատարվի իրանք կանխատեսումը, այդ փողը իրանք կորցնեն։ Եթե կատարվի, եթե այդպես մանդնես դες կանխատեսումներ կան, ինչ են անի։ Համել գոնե իր պատմությունն է կտենաս էլի արած կանխատեսումները, ասես մեկը խոսում է, չգիտես ինքը հիմնական դրանից առաջ իր ասած կանխատեսումները եղել են չեն եղել, կարող մտել է ջնջել է YouTube-ից այդ։ Ֆիլիպ Տետլոկը ինքը այս թեմայի մեջ իմ տեսակետից ամենաթույն գիտնականներից մեկն է, ինքը 40-50 տարի է ուսումնասիրում է քաղաքական վերլուծաբանների կանխատեսումները։ Ու ինքը մի հատ շատ լավ պրոյեկտ ունի, կոչվում է Good Judgment Project, այնտեղ կարող ես գրանցվես ու էլի կանխատեսումներ անես։ Հա կանխատեսումը շատ տարբեր, նավթի գինը կբարձրանա քիչնի, պատերազմ կսկսվի, չի սկսվի, պատերազմը վերջին մոտով 30 օրում կպրծնի, չի պրծնի հնանք ավելանց ինտելեկտուալ թեմաներ են, էլի։ Ու ինքը մասնաց խոսք ունի, ես փորձեմ բան անեմ, թարգմանեմ, ասում է միջին քաղաքական մեկնաբանի կանխատեսումները իրան ճշգրտությամբ մոտավորապես նման են դարդ գցող շիմպանզեի ճշգրտության, էլի, ասենք ինքը շփոթեց, ոնց կպավ, նույն ձևի բան, այսինքն random են, հա, տոտալ։ Այդ հայկական խնդրեմ չի, այդ բանը, որտեղ մենք չենք հիշում այդ մարդը, չենք հետ գնում, նայում, թե ինչ ասեց, հա։ Հələ հիմա մի քիչ հանգստացել է, բայց ասենք մի 10 տարի առաջ որ ներ գիշեր, երբ որ ապրիլը գալիս էր հիմնական կանխատեսման թեման որներ դառնում։ Ամերիկայի պրեզիդենտը կասի ցեղասպանություն, թե չի ասի ցեղասպանություն։ Ու սես գնում էր, հայտնվում էին լիքը որոնք կասի չեր ասում կամ ասում եկան, չգիտեմ, այսինքն պետք է այդ թրեքանող չկա, ու միգուցե պետք էլ չի, հիմա ինչ գնանք նայենք, տենակ մարդիկ ճիշտ են կանխատեսումները պետք է մի քիչ սկեպտիցիզմով նայել։ Դե, կամ եթե տենաս ըլնեի գոնե ինչ որ մարդիկ կառաջանային երևի, որ կկարներ իրենց հստայր։ Կսացի, այս միջինների թեմա, ես մի հատիկ բան էի, թոք էի արել ռոկտոքում, ով չգիտի ռոկտոկը տենց հարթակ է, որտեղ Ալիսած մարդիկ գալիս են ու ելույթ են ունենում էլի իրանց ուզած թեմաներով, պրոստը այնտեղ ով ուզի կարա խոսա։ Ու սա մի հատիկ թեորիա է առաջ քաշում, էլի մացվածման հետ կապ ունի, դրա համար եմ ուզում ասեմ։ Ասում եի ոնց որ փորձենք բան անենք։ Մարդու նպատակը սարքենք մի հատիկ օպտիմիզացիայի խնդիր, այսինքն մի հատ ֆունկցիա վերցնենք, որ դա քո երջանկությունն է։ Ու ժամանակից կախված է, դե որ ասենք հիմա ասեմ, ինչքան երջանիկ ես, ինչ որ թիվ կասես, չէ, ասենք 8 երջանիկ եմ։ Մի քիչ հետո ուրիշ թիվ կասես, ուրիշ թիվ 8-ը մի հատ ֆունկցիա է, չէ, գնում։ Ու ենթադրել էի, որ մարդու կյանքի նպատակը այդ գումարային երջանկությունը, հա, քո կյանքի սկզբից կյանքի վերջ, այդ բանն է, մաքսիմիզացնելն է։ Ճիշտ է։ Հիմա կսացի որ բանանս, քանի որ ժամանակը դիսկրետ չի, դա ինտեգրալ է, չէ՞ դա։ Հա, ու հիմա դա իրականում կախված է քո որոշումներից, չէ՞, այսինքն հիմա որ որոշումներ ինչ որ sense բան ես որոշում, իր արժեքները փոխվում է։ Որոշումներիդ outcome-ը դու կոնկրետ չես կարող ասես, ասենք չգիտեմ, հիմա ստա տուն ես առնում, չգիտես դրանից ավելի երջանիկ կնաս, թե չես ինքն կարող վաղը երկրաշարժ է առնում, այդ տունը փլվում է։ Ու դա գալիս է արդեն հավանականությունների, չէ՞, ասենք նայում ես հավանականությունը ինչքան է որ երկրաշարժ կլինի, այսինքն հաշվում ես մացպասումը քո այդ ֆունկցիայի։ Այսինքն ոնց որ ամեն պահի որոշում կայացնելուց դու պրոստը հաշվում ես որի դեպքում այդ ֆունկցիայի մացպասումը ավելի մեծ կլինի, այդ ես ընտրում։ Մարդու օրգանիզմն է այդպես անում։ Այնք ինչ ֆունկցիա է։ Ես ենթադրում եմ, որ ինքը մի հատ ֆունկցիա ունի, որ պետք է մինիմալ կալորիաների ծախսով մաքսիմալ էֆեկտի հասնել, չէ՞, ասենք կալորիաներն անդադ, բացի այս բան ջիմից, հա, որը 21-րդ դարի
հայտնագործությունը, հա, եթե ասենք մեր նախնիներն իմանային, որ մենք փոխանք տալիս որ կալորիա ծախսենք, կմտածեն որ մեր այդ ինչ-որ բանն էս չի, չէ, որտեվ իրանց մոտ միշտ եղել այն, որ քան որ սնունդը քիչ ա եղել, լասրել ես ինչ-որ բան կերել ես, հիմա անցանց այդ կալորիաները մնա, որտեվ չգիտես մեկ էլ երբ բան կլինի։ Դա համար այդքան դժվար է ջի մետալը։ Նա այդքան դժվար է, որ ինքը չկա, մեր բնույթին դեմ է, գնալ զորով ոչ մի արդյունք չստանալու իմաստով կալորիա ծախսել, դա մարդկա ինչի, որ ես գնում եմ, հենց մանդաղից էլ եկել եմ, բայց հասկացա ինչ նկատի եմ։ Կարծում եմ այդտենց էլ կա, ամեն մեկը ուղղակի ինքը իր ներքին այդ օպտիմիզացիոն ֆունկցիան ունի, բայց դու ընդհանրապես որ մարդը ռացիոնալ է, բայց մարդը ռացիոնալ չի։ Ինքը ինձ թվում է մենք չենք հասկանում, մենք նոր ենք սկսել հասկանալ մարդու ուղղը ոնց է աշխատում, հա, որտեվ այդ նեյրոիմիջինգի այդ սկաներները նոր են հայտնվել, չէ, որ դու մարդուն օրինակ ինչ որ հիմա մի հատ գիրք եմ կարդում, պես պոստ-տրավմատիկ ստրեսների մասին, որ ոնց են անում, ասենք մարդուն իր անցյալից ինչ որ բան են տալիս, հիշողություն են ցույց տալիս, որ ենթադրել են, որ իր մոտ ստրեսֆուլ է եղել, ստրեսա ու փորձում են հասկանալ, թե ուղղի որ կենտրոնն է բանանում, ակտիվանում, որ կենտրոնն է դեակտիվանում։ Այսինքն մենք նոր ենք սկսել հասկանալ մարդու ուղղը ոնց է աշխատում։ Մենք նոր ենք սկսել հասկանալ, դժելի չենք էլ հասկանում, շատ ինչ ասես փոքր մարդու ուղղը, դա չեմ ասում, շատ փոքր տոկոսն է, որ մենք գիտենք ինչ է անում, հա։ Ու մենք այդ ամենը նոր ենք սկսել հասկանալ։ Հիմա կա այն որ կարող է մարդը իր, չգիտեմ, ինչ կյանքում շուտ ստրես է տարել, ստրեսի արդյունքում ինքը հիմա շատ բան է անում, ոչ իր համար նպաստալից որոշումներ է ընդունում։ Ենթադրենք դա չի կարա լինի։ Հա, կարա լինի, սա հոգեբանները դրա վրա ինչ որ թեորիաներ են կառուցում։ Այո։ Ու բայց որ գլոբալ առումով այտենց է, ես քո հետ համաձայն եմ։ Այսինքն մենք ամեն ցանկացած պահի, այո, ունենք մի հատ նպատակային ֆունկցիա, ու այդ նպատակային ֆունկցիան փորձում ենք մաքսիմիզացնել։ Հիմա ճիշտ ենք այդ մաքսիմիզացնում, թե սխալ ենք այդ մաքսիմիզացնում, թե այն քայլերը, որտեղ կարող է այդ էլ է, սրճի տեսակ է, չէ՞, դու մաքսիմում կետ պետք է գտնես, հիմա կարող է լրիվ ուրիշ ուղղությամբ պես գնաց այդ մաքսիմում կետ ընդեղ չի։ Գրադիենտ տեսակ ուրիշ տեղ, բարձրանաս վերև, շսենց ընկնում ես ներքև, հա, սխալ տեղ է տարել, կարող է այդ ֆունկցիան չունի մաքսիմումի կետ, կարող է մի քանի մաքսիմումի կետ ունի, չեմ կարող ասեմ, բայց իսմա մարդու բնույթը է դա։ Մարդը երևի թե ուզում ալի երջանիկ, sense կենթադրեմ։ Այն ինտուիտիվ է էլի դրանով սահմանալ։ Ուղղակի որ մի քիչ խորանում ես ավելի ալտրուիստիկ արժեքները դրանից դուրս են գալի։ Թվում է թե ոնց որ դու շատ էգոիստ տիպս մենակ քո մասին ես մտածում, բայց իրականում եթե sense հեռատես ես նայում, այսինքն հենց միջով կյանքիդ վերջ նայում ես, լիքը ժամանակ օրինակ շատ ձեռնտ ու ստրատեգիա չխաբել է, ասենք, կամ բարի լինելը։ Հա, որտեղ մեզ այդ հասարակությունն է ստիպում, այդ արդեն հասարակական նորմեր է։ Հասարակությունն ասում անգեր արի մի խափի էլի։ Թե չէ ինչ-որ պատիժների բան։ Հա, թե չէ պատիժ։ Հարցը մենակ պատիժը չի, ասենք, այդպես մարդը շատ է վախենում լինել մենակ։ Մենակություն ցանկացած մարդ վախենում է։ Այդ այն բանը չի որ այ ես սիրում եմ գնամ տուն 2 ժամ մենակ նստեմ, այդ չեմ ասում, էլի, ասենք մենակություն նշանակում է չունենալ սոցիալական կապեր։ Ասենք չշփվում։ Ոչ թե չշփվում, շփվում ես, գնում ես աշխատանքի տեղը, մարդկանց հետ, բայց մենակություն ես։ Ու ամենա դուզ լավ ճանապարհը վերջում մենակ մնալու է դա, եթե դու սկսես հասարակության նորմերը չհարգել։ Հա, խապես գողան ասես այսինքն դու սկսի հասարակությունը սկսում է քեզ բան անել, ոնց որ իր միջից դուրս մաղալ, հա։ Իսկ քանի որ 3-4-5000 տարի առաջ եթե քո ցեղը կամ քո tribe-ը դեմ դու ինչ-որ մեծ բան աներ քեզ անելու էին քարանձավից տշեին դուրս ու դու մի ժամ լեռած էիր, այո, դու ուզում այն ամենալավ որսորդներն մի ժամից ավել չէիր մնալու, հիմա մենք ասում ենք, օքեյ, արի այս նորմերին, մենք էլ կա նորմեր կա, խախտում ենք, նորմեր կա, չենք խախտում, արդեն կախված նրանց իր պատիժը ինչա կամ իրա չգիտեմ, դիսպոզիցիան ինչա, սանկցիան ինչա, կա խախտում են կա չէ, բայց վերջին հաշվով հա, տենց է։ Ահագին իրականում լագիշնի են այդ հասարակական նորմերը, որովհետև նա չի պրոստը օթից վերցրած ինչ որ նորմա, օրինակ, եթե դու զգում ես, որ ինչ որ մարդը խափում է, շատ լագիշնի է իր հաջորդ ասածին չհավատալ։ Իսկ եթե քեզ չեն հավատում, չեն վստահում, արդեն դժվար է մարդկային կապ ստեղծել, այսինքն ինչ որ լոգիկա կա էլի դրա տակ։ Դե դրանք նորմերը նաև այզև կարանք կոչենք իրանք ստերեոտիպներ, չէ՞։ Ասենք կարանք կոչենք, թե չէ։ Ստերեոտիպներն էլ են իրանք համաձայն չէ, որովհետև ստերեոտիպը շատ է
այն բաներն են ասում, որ այդքան լոգիկա չկա տակը, էլի, Չէ, դա չէ։ Հիմա դες մարդը քեզ խափել է, դու իրեն չես հավատում, չէ։ Երկրորդը չես հավատել, եթե դու չես ում խորանաս նրա մեջ, թե այդ մարդը ինչի է խափել, ինչ ազդեցություն տակ է եղել, ինչ եւ այլն, որտեղ դու ժամանակը չունես, հավեսը չունես, կամ այդքան կարևոր չի։ Դու ստերեոտիպ կա, որ խափող մարդը էլի է խափել, ու դու գնում ես առաջ։ Չէ։ Սովորաբար ստերեոտիպները ճիշտ են։ Խափող մարդը էլի է խափել, ու տենց էլ կա։ Բայց օրինակ ես մի բան եմ հասկացել, ճանապարհորդել շատ եմ սիրում ու շատ տարբեր տեղեր եմ ճանապարհորդել, չինեմ Կամբոջա, Վիետնամ, Մեքսիկա ու լավ ճանապարհորդել եմ, ոչ թե տուրիստ եմ, այլ ճանապարհորդել եմ։ Ես մի հատ պարզ բան եմ հասկացել, որ աշխարհում ճանապարհորդելը շատ անվտանգ բան է, ցանկացած տեղ։ Եթե դու չես գնում այնտեղ, որի համար կոնկրետ ասում եմ, որտեղ վտանգավոր է։ Այսինքն օրինակ, եթե ասում եմ Չիկագոյում ես neighborhood-ը, վատ neighborhood-ը, մի գնա այնտեղ։ Պրոստը մի գնա։ Եթե գնացել ես այնտեղ քեզ ծեծել են թալանել, մի արի ասա, ինձ ծեծեցին թալանեցին, քեզ ասում էինք։ Ստերեոտիպ է, դա վատ neighborhood է, այդտեղ որ մտար քեզ ծեծելու են։ Չէ, հիմա դու կարաս այդ ստերեոտիպին չհետևես, ասես չէ, ես մի հատ գնամ մտնեմ, տեսնեմ այնտեղ ինչա կատարվում, կարաս, որտեվ կարող եմ մի օր գնաս ոչ մենք է չծեցենք, ես տանեն, ստացնենք, աբա պատիվ տան, լավ, ասենց ավեսով այդ ժամանակ անցկացան, բաց այդ օրը լավ էլ այդ օրը տրամադրությունները լավ էր, բայց որպես կանոն միջինում այդտեղ մարկանց ծեծում են, եթե դու տեղ հայտնվում ես։ Հա, դա են ստերեոտիպերն են, որոնք տենց ստատիստիկայի վրա են հիմնված։ Բայց օրինակ ստերեոտիպերը կան, որ ես միջի չեմ հասկանում ինչի վրա են հիմնված, դա բաներն է, ասենք զոդիակի սայները։ Չէ, զոդիակը չեմ կարծում ստերեոտիպ է ինքը։ Ստերեոտիպ չի, ուրիշ բառ է, ավելի ճիշտ է։ Բայց լավ է, ինչ է մարդիկ հավատում, դες բանը։ Հա, ես ներվայնանում եմ դրանից։ Էսի չի ասենք հիմա ոչինչ էլի թող միչել դες բաների հավատանք հիմա, ասենք կյանքը դες մենակ թվերու բանաձևեր չի էլի։ Ինչա քեզ խանգարում, ասենք եթե մարդը հավատում է զոդիակի նշաններին, դա իրան կամ մյուսերին ինչ վնաս է տալիս։ Կարա իրան վնաս։ Ինչ օրինակ։ Դե օրինակ խոսքի կարող սիրահարվում է մեկին, ասում է այդ մեկը, ասենք իրեն խոյա, ինքն է այնտեղ իրեն սկարպիոն է, ու պարամիտեք արդյունքում որ այդ երկուսը համատեղելի չեն, ասում ότι լավ չէ։ Այդպես դու երբևիցե ասма գարոսկոպ չես կարդացել։ Դու նման ժամանակին շատ գարոսկոպ կարդացած էլ ներկիմանե որ գարոսկոպը երբեք չի ասում։ Ցուլերը էս ամես հանգարց ոչ մի դեպքում ոչ մի աղջկայի չծանոթանաք, որովհետև ինքը ձեզ թալանելի է, ձեզ թողնել գնա։ Գարոսկոպերը միշտ լավ բան են ասում։ Ինչ ասում են լավ է, ցուլերի համար էս ամիսը ամենա լավ ամիսն է, այ կույսերի համար էս ամիսը ֆինանսական տեսակետից այս սրանց ամենալավ գարոսկոպը սկսած վազված բաներ ասում են գարոսկոպին, մենք գարոսկոպին հավատում ենք, որ ինքը անտատ ասում որ լավ ալնելու։ Ես մասնակից չեմ, բայց չեմ հիշում որևէ Դե գարոսկոպերը մեր ժամանակ ու շատ բան չկար կարդալ, ցանկացած ժուրնալի վերջին էջում 2-3 էջ գարոսկոպ։ Իմ հիշելը միշտ լավ բաներ ա եղել այնտեղ։ Տրամադրություն բարձրանում ասած։ Просто որ մեկը սենց սկսում է լուրջ խոսալ դրա մասին, ոնց որ սենց ինչ-որ հիմնավորումներով բանով սկսում է սենց վախենալ այդ մարդուց էլի, որ բայց ինչի՞ հիմնավորումները հատանից են աստղերը սենց են կանում։ Դաժե գնում են մարդկանց փող են տալի, որ իրանք իրանց ոնց որ անալիզ անեն այդ կարտաները, եսի ինչեր է ու իրանց ասեն էլի, իրանց ապագան ինչ է։ Եթե իրանց հոգուն հանգստություն է տալու, թող գնան, հիմա այդ մարդիկ այդպես են փող աշխատում։ It's fine, այդտեղ ես մեծ վնաս չեմ տեսնում, թե հասարակության այ գեմբլինգը կարա հասարակության համար մեծ վնաս ունենա, հա, նույն ձևի ոնց որ ալկոհոլիզմը նույն ձևի ոնց որ ծխախոտը ոչ թե կարա ունենալ ունի։ Բայց ինձ այդ ամեղ բաներ է գարոսկոպերը չինեմ։ Իմ համար վնասը ավելի շատ ideology-ի մեջ է, քան հենց իր ֆիզիկական վնասը, հա, որ եթե մարդ կարող է դրան հավատա, այսինքն ինքը իր այդ ուղեղի ոնց որ այդ pitfall-ները, հա, ընդհանրապես չի նկատում, ընդհանրապես այդ ստատիստիկայի այդ բաները ոնց որ կոշ կանոններին է տիրապետում, ոչ թե հաճախ սխալները, որ մարդիկ անում են, դա չգիտի, ու այսինքն այդ pattern-ը ինքը ամեն տեղ կիրառելու էլի։ Չեմ հավատում, որ օրինակ մարդկա, որ ասենք դրան շատ այնց անկեղծ հավատում է զոդիակներին, բայց ասենք շատ ուժեղ ստատիստիկա գիտի, շատ ուժեղ կիրառում է այդ իր բիզնեսի մեջ։ Հա, միգուցե, գիտնականներ, նայ չկար ասեմ, Պլանկներ, Մաքս Պլանկն էր շատ լավ սահմանազատում դնում օրինակ գիտության ու կրոնի հավատի մեջ ու այդպես լավ էսե ունի դրա հետ կապված, ասես որ մի խառնեք իրար, էլի աղբերական գիտությունը չի գալիս մրցելու կրոնի հետ, գիտությունը չի գալիս կրոնին ինչ-որ բան ապացուցելու, փոխելու կամ մրցակցելու իր տեղը գրավելու, երկու շատ տարբեր բաներ են։
Հիմա դե կա հավատ կա կրոն կարան մարդիկ սիրարվեն երբ չկարնա բացատրեն թե ինչ իրանք էս մարդուն սիրարվել են դա 80 տարի է սիրում է իր այդ ապրում ամեն ինչ չի կարող բացատրել ինչի է ասում ես ինչ ասում քիմիա է հիմա եթե կարա քիմիան ինչի չի կարա լինի որ ասենք խոյն ու ցուկը իրար հետ ավելի մեծ շանսեր կա քան բանի օրինակ Հնդկաստանում այդ arranged բաները որ կան ամուսնությունները որ կան իմ ընկերս որ հավանականություն տեսությունն էլ ամեն ինչ էլ easy շատ ավելի լավ գիտի ավատասում իմ շատ մոտ ընկերներից մեկը ինքը տենց ամուսնացավ աղջիկ էին իրանց ամուսնացան ինքը այդ աղջիկը գնաց իրանց տեղի այդ Բիրմանի մոտ դերվիշի մոտ դերվիշ ինչ որ sense վերև նայեց ներքև նայեց sense ինչ որ էս արեց ու ասեց հա ինքը քեզ մի երկու օկու միջև է 10 հարմար չի Այս մեկին ասեց հարմ ինքդ մեկի հետ էլ ամուսնացավ։ Երջանիկ ապրում։ Ոստը լավն էր այդ աղջիկը ասել։ Ուրախ երջանիկ ապրում։ Ինչ կարևոր է։ Ինչ կարևոր։ Ուրախ երջանիկ ապրում է մարդը, ինչ է։ Չէ, համաձայն եմ։ Ասեմ քեզ ինքը բան չունի, ինտելեկտուալ որևէ ձև, ասենք իմ կյանքում հանդիպած երբ ամենաինտելեկտուալ մարդկանցից մեկն է մարդը ասեմ քեզ ինչքան շատ ես դու խորանում գիտության մեջ, այնքան շատ ես սկսում հասկանալ, որ չի կամ գիտությունը բացատրի լիքը բան ու ինչքան շատ այնքան շատ այդ չբացատրված այնքան ավելի շատ ես գնում դեպի միգուցե հավատք դեպի չգիտեմ ավելի իմանալ չէ դրան դեմ չեմ պրոստը կարևորը այդ սահմանը քո մեջ պահես ինչին ես դու հավատում ու ինչն է որ գիտես որը տենց է դժվար սահմանը դիքը թեորիաները կան չէ օրինակ դաժե գիտության մեջ չգիտեմ ասենք այն բաների multiverse թեորիան Գիտեմ, սիմուլյացիայի թեորիան։ Եմ հավատում։ Հա, կարող է ես էլ ասենք ավելի շատ մտածում եմ, որ հա սիմուլյացիայի մեջ ենք ենթադրենք, բայց որ մեկը ասի տենց է թե չէ, ասելու եմ չգիտեմ։ Ոնց որ իմանալը ուրիշ է, հավատալը ուրիշ է։ Նայ մենք շատ բան չգիտենք, էլի, որտեղ որ մենք տեսնում ենք գիտական արժեքը գիտությունը ոնց է զարգանում, ասենք, այն ինչ որ 20 տարի առաջ բացարձակ ճշմարտություններ, այսօր դες բան ասես Ես կասեն կամ 100 տարի առաջ կամ 200 տարի առաջ քեզ կասեն էսով էս հետա մնացա, բայց 100 տարի առաջ դրա համար քեզ կվառեին։ Կա տենց բան։ Չէ, ասենք փոխում Նյուտոնի օրենքները բանն արդեն սխալ։ Ասենք աշխարհը որտեղ է բանի վրա է սխալա թե ինչ որ դեպքերում աշխատում է, ինչ որ դեպքերում թե։ Դա ընդհանուր սխալ է, բայց ինչ որ դեպքերում ոնց որ սխալը փոքր է ալնում, կարաս անտեսես։ Լավս մարի սրբություններին չկա, թողենք։ Հիմա էտա գիտությունն էլ է ինքը ու այդ շատ լավ է։ Ես համարում եմ, որ մարդը բաները մարդու երջանիկ լինելու պայմանները շատ տարբեր են, հա, ասենք չինա, մարդը ինքը իր համար կարա ունենա բան, բայց մի բան որ ես հասկացել եմ, այդ մարդը ինքը իր համար որպեսզի ինքը տենց չընկնի դեպրեսիայի մեջ բան չանի եւ այլն, ինքը միշտ պետքա ինքը իրան պետքա սխալվելու շանս տա։ Հա դու պետք միշտ մտածես, որ այո դու կարաս սխալվես անընդհատ։ Հա, որտեղ եթե դու չես տալիս այդ շանսը, քեզ չես տալիս, դու որ սխալվում ես ինչ որ հարցում, է դառնում է քո համար մի հատ sense անձնական մեծ տրագեդիա, հա, բայց այն մարդիկ ովքեր իրանց մեջ ենթադրում են, որ իրանք կարան սխալվեն, նույնիսկ մենք պետք է գիտությանը նայենք, հա, գիտությունը կարա սխալվի։ Ու օքեյ է։ Եթե այսօր ասում են 20 տարի առաջվա բանին ասում են, այն ինչ որ դու ասում ես դպրոցում սովորել ես, հիմա պարզվում է, որ вообще սովորելու բան չի, այդ չի նշանակում, որ գիտությունը մեզ պետք չի, գիտությունը վատ բան է, չէ, այդ տենց է աշխատում։ Ինքը տենց է բացարձակ ճշմարտությունը այնա, ինչը որ այս պահին մեծամասնության կարծիքը բացարձակ ճշմարտություն է, ցանկացած տեղ։ Ես տենց եմ տեսնում։ Չէ, ասի մեծամասնության կարծիքով ինչ որ մեծամասնության նկատի օրինակ, ասենք, չգիտեմ, ֆիզիկայում կարող է ֆիզիկ մեծամասնության կարծիք, ֆիզիկների հետ ոլորտից հասկացողների մարկանց, հա, ովքեր դե չէ ցանկացած գիտության մեջ միշտ կա օրթոդոքս ուղղություն, հա, նրանք որոնք այն ինչ որ հիմա ընդունված է ու կա ոչ օրթոդոքս մոտեցում, այդ օրթոդոքսն ու ոչ օրթոդոքսը անընդհատ իր ասենց փոխելով գնում են ու այդ անընդհատ սխալվել, նորը հայտնաբերել, հետո այդ նորն էլ սխալ, այն մեկն էլ սխալ, հետո հետ գնալը նախորդին հետ բերել, հա, այդ անջը շատ է բանանում։ Իհարկե որոշ գիտությունների ավելի հատուկ է քան մյուսներին, հա, կարող է ինչ-որ գիտական ճյուղերն որտեղ տենց չի, այսինքն եթե դու ինչ-որ մի բան գիտեիր այսօր ինքը վաղանել է ճիշտ լինելու հետ գալու կարիք չկա, բայց օրինակ Տնտեսագիտությունը մտենց է, իրանք տնտեսագետները ինչ որ բան հայտնաբերում, ասում են ճիշտ է, սա է, ասում չէ, էսի չէ, ճիշտ է, հիմա կարող է հետ գնանք տնանք 20 թվականի մի տեսություն կար, չէ, մեկը ասենք սարքել էր, կարող է դա ճիշտ է, գիտությունը դա հետ է գնում։ Հա։ Մի հատ բան կար, լավ կուրս կար, կսացի
վարողն է հենց հայ էր, Հակոբ էր անունը, Վաներ գիտության փիլիսոփայություն էր կոչվում, որտեղ ինքը ուսումնասիրում էր вообще այն ժամանակ գիտությունը ինչ էր, ասենք Արիստոտելի բանի ժամանակ, հիմա ինչ է, ու ինչ կանոններով է փոխվում էլ, ինչ կանոններով է, որ մի թեորիան հետո փոխվում է, դառնում է, որ այս էլ ընդունված չի, հիմա այս ենք ընդունում։ Այդ Ինչ որ սա գալիս է այդ գիտական մեթոդին, որ հիմա ասենք գիտենք ինչն է գիտական մեթոդը, այդ էքսպերիմենտը բան, բայց կեսից այդ կուրսի մի հատ sense plot twist կա, որ այդ գիտական մեթոդն էլ է ժամանակի ընթացքում փոխվում։ Այո, շատ խնդրել։ Իսկ դու հավատացյալ մարդ ես։ Ահա, հայ քրիստոնյա։ Հետաքրքիր է, որտեղ ես օրինակ միշտ չեմ եղել հավատացյալ, բայց օրինակ վերջերս Դաստոևսկի եմ կարդում, ու ասես տեսակ լրիվ զգում եմ ինչի զուտ քո երջանկության համար արժերը լր հավատացել կարայել։ Պատկերացրի, ես օրինակ բիզնես եմ սկսում, ու ինձ ինչ-որ բաներ է պետք իմանալ, ինչ-որ ստատիստիկա է պետք իմանալ, որ ես կարողանամ որոշումներ կայացնեմ։ Ինչ ռեսուրսներ կան, որտեղ ես կարամ գնամ, մտնեմ ու Հայաստանի վրով այդ ստատիստիկան քերեմ։ Ասեմ քեզ, Հայաստանի ամերիկյան համալսարանը բաժանորդագրված է ստատիստա մանին, համակարգին, որ ցանկացած մարդը, որ ամերիկյան համալսարանի IP-ից կպնում է այդ համակարգին կամ ամերիկյան համալսարանի հնարավորություն կա անել, էլի, statista.com տենց է սայթը, այնտեղ աշխարհի ամեն տեղից վիճակագրություն կա։ Ինչ ուզենաս կա։ Հայաստանի մասին կարող ավելի քիչ լինի, բայց աշխարհի մասին ստատիստիկայից կարող։ Հայաստանի մասին դե կա ազգային վիճակագրական ծառայության տվյալներն, մակրոտնտեսական տվյալները, բայց ես կարծում եմ ինչ-որ վեբսայթ է, այդտեղ հասան։ Հա, Armstat.am-ն է, այնտեղ կան այդեն շատ user friendly տեսքով չի ինքը, ասենց ասած, բայց հնարավոր է այդտեղից անել։ Ուղղակի դրանք մակրոտնտեսական թվեր են, էլի, ասենք օրինակ 2021 թվականին Հայաստանում զբաղվածության քանի միլիոն մարդ է եղել զբաղված։ Ինչքան եղել գործազուրկ։ Հիմա եթե դու, չգիտեմ, ինչ բիզնես ես բացել, չեմ կարծում դա իքը շատ հետաքրքիր է։ Ինչ դու կարաս անես, այդ այնա ինչի համար ես եմ իրականում data science-ը շատ սիրում, այդ այնա որ դու եթե ինչ-որ մի բան չես կարողանում ուղղակիորեն չափես, դու պետքա փորձես գտնես ինչ-որ մի հատ այլ ցուցանիշ, որը հեշտ է չափել, բայց ենթադրես, որ այդ այլ ցուցանիշը proxy է բանի համար, քո ունեցած քեզ հետաքրքիր ցուցանիշի համար։ Այսինքն կապված է մեկը մյուսի հետ, հա։ Ենթադրում ես, որ սա, հա, կապված է, օրինակ ենթադրում ես, որ իրանք կոռելացված են, պատճառ-հետևանքային կապ չի, կոռելացիա է։ Այդ երրորդ մեծ խնդիրն է, չէ՞, correlation is not causation։ Շատ հաճախ եմ խաղում։ Այո։ Ու դա գնաս ուրիշ ցուցանիշ գտնես, իսկ եթե կոզա ցուցանիշը չկա, այդ դեռևս չի նշանակում, որ դա հնարավոր չի մոտարկել, դա հնարավոր չի ինչ-որ ձև գնահատել։ Ու այտենց կարա շատ տարբեր, ասենք կարաս տվյալներ հավաքես քո ընկերներին հարցնելով։ Էլի է տվյալն, ինքը կարող է ամբողջական ինֆորմացիա չի տալիս, բայես տա, որտեղ քո ընկերներն են, բայց էլի մեկը տվյալների հավաքագրում է։ Մակրոտնտեսական ցուցանիշները Armstat.am-ից կամ կարելի է գտնել բանից։ Իսկ համաշխարհային բանկը IMF իրանց database-երն ունեն, որտեղ Հայաստանի հետ կապված բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները կան։ Լինքերը վիդեոյի տակ կդնենք, որ մարդիկ կարողան օգտվել։ Իսկ այդ ամերիկյան համալսարանը, որ ասացիր subscription-ը առե, սովորական մարդը, որ ամերիկանից չի կարա, ոնց որ Իրանով անհատական subscription-ը առնի, թե չի կարա։ Սովորական մարդը, մենք սովորական մարդիկ ենք։ Նկատի ունեմ ոչ ամերիկանի մարդը։ Ինձ թվում է Հայաստանում ցանկացած ոչ ամերիկանի մարդ գոնե ամերիկանը մի հատ ընկեր կունենա, էլի այդպես։ Եթե ընդունված է։ Ես չեմ ասում, այս բանը ընդունված է, ես չեմ անում այդպես բան։ Ես անում եմ։ Հա, օքեյ, բայց այդ հնարավորությունը կա։ Հասկացա։ Արամ ինքնիդ այդ correlation ու causation-ի մասին խոսանք։ Օրինակ հայտնի խնդիր է, որ եթե երկու բանը իրար հետ կապված են, չի նշանակում, օրինակ չեմ ասենք, եթե նկատել ես, որ մեծ քաղաքներում շատ եկեղեցիներ կան, դա չի նշանակում, շատ հայտնի case է, այո։ Չի նշանակում, եթե եկեղեցի սարքես քաղաքդ մեծանալու է դրանից։ Այդ case ուրիշ է, սա կոռելացիա են տեսնում եկեղեցիների քանակի ու հանցագործությունների քանակի մեջ, դրական կոռելացիա է տարածել, որ քաղաքներով նայում են, այսինքն ինչքան շատ եկեղեցի կա սարքած, այնքան հանցագործության մակարդակը ավելի բարձր է։
քանակը բացարձակ արժեքով ավելի բարձր է։ Բայց հետո նայում են դե տրամաբանություններն է, որ մեծ քաղաքներում ավելի շատ եկեղեցի կա, բնականաբար մեծ քաղաքներում ավելի շատ հանցագործություն է։ Դա կոչվում է co-founding factor-ներ, հա, այդ մեծ գիտությունն է պատճառ հետևանքային կապերի մեջ, որ փոփոխական կա, որը կարող է երկուսի վրա էլ ազդում է, կա mediator factor-ներ, կա mediating factor-ներ, այսինքն փոփոխականը մեկի վրա ազդում է, բայց այն մյուսի միջոցով է ազդում, այդ բարդ գիտությունն է։ Բայց մեկ մեզ պետք է հասկանալ հիմա թե causality կա թե չէ։ Օրինակ, իմ կյանքից օրինակ, որ վերջերս եղել է։ Ուրեմն վերջերս վասան հետաքրքրված եմ վոլեյբոլով, շատ հաճախ եմ խաղում։ Մեկը իմ համար Instagram-ում թերթում տանում եմ, ասում է, որ բանը ստադի են արել, որ վոլեյբոլի ատլետները միջինում 5 տարի քիչ են ապրում։ Շուտ մտնում եմ, նայում եմ, ռոցի հակառակ տենց հետազոտություն։ Հիմա ինձ վեսամ պետք է հասկանալ, էստի causality է, թե պրոստը correlation է։ Լավ, արի մի հատ հետ գամ մի հատ ուժ լավ օրինակ պատմեմ, դրա հետ կապված, կամ մի քիչ դրա հետ կապված է, բայց ասես դրան կվերադառնանք, էլի։ Վիճակագրության հիմնադիրներից մեկը Ֆրանսիս Գալտոնն է։ Ֆրանսիս Գալտոնը այդ մեր իմացած այդ normal bell shape curve-ան այդ ամեն ինչը ռեգրեսիա բառն առաջին անգամ օգտագործած, կոռելյացիա բառը ոչ առաջին անգամ ինքը չի օգտագործել, բայց առաջին անգամ ինքնա սահմանել է ինչը։ Հա շատ հայտնի մարդ է, ինքը Չարլզ Դարվինի կուզենն է եղել, Եվգենիկայի մեծ ջատագով է եղել, Եվգենիկան գիտես ինչ է, որ հասարակության վատ մասին եկեք չթողնեք իրանք երեխա ունենան, թողնենք երեխա ունենան մենակ հասարակության լավ մասը։ Ինքը դրա դեմ է։ Դեմ չի եղել, ինքը դրա պապան է եղել, այսպես ասած, հիմնադիրն է եղել։ Ու իրանից հետո եկող եւս մի քանի աշխարհարչակ վիճակագիրներ, ոնց մի խոսքով։ Ու Գալտոնը մի հատ հոդված ունի գրած, որտեղ ինքը ասում է ուսումնասիրում է այն փաստը, թե արդյոք աղոթքները աշխատում են թե չէ։ Ոնց կարաս իմանաս, 17-րդ դարում ապրող անգլիացի է, ոնց կարաս հասկանաս աղոթքը աշխատում է թե չէ։ Հիմա ինչ ասում, ասում է թագավորների համար, իրանց առողջության համար մարդիկ ավելի շատ են աղոթում, քան հասարակ մարդկանց համար։ Չէ՞, ասենք ասում են, աղոթենք որ թագավորը կամ թագավորը God bless the queen, չէ՞։ Բայց ոնց հասկանանք, ասում եք համեմատենք թագավորների միջին կյանքի տևողությունը ու հասարակ մարդկանց միջին կյանքի տևողությունը, դա ստեղ ավելի բարձր է, ուրեմն աղոթքն աշխատում է։ 19-րդ դարի կես, ասենք այդ նոր լեգիտությունը բանը անում, սկսում է զարգանալ, ինքը պարզում է որ չէ, ինչքան հիշում եմ, պարզում է որ չէ, աղոթքները չի աշխատում, որտեղ այդ միջինում տարապես բանն է գալիս էլի, նույն թիմն է գալիս կանգնում։ Հիմա ասա վոլեյբոլը ավելի կարճ են ապրում, ինչի վոլեյբոլիստերն ինչ են ավելի կարճ ապրում։ Ես թեորիա ունեի, որ կարող ավելի բոյով են դրանից է, բայց հետո օրինակ համատասի բասկետբոլ խաղացողների հետ բասկետբոլը մոտավորապես 0 չէր ազդում այդքան լայվ բանի վրա, դրա համար դա ժխտեցի։ Չեմ կարող ասեմ։ Չգիտեմ, օրինակ ամերիկյան ֆուտբոլում այդ խնդրը իրանք գտել են, որ ուղղակի ցնցումով են շատ ֆուտբոլիստներ ու դա բավականին ծանր ազդում է իրանց կյանքի տևողության վրա, ազդում է կյանքի բանի վրա։ Չեմ կարող ասեմ, նայած ինչ հոդված ա եղել, ինչ paper ա եղել, պետքա նայել կարդալ, այդ հետաքրքիր բավական հետաքրքիր case է։ Ենթադրում եմ, որտեղ էքսպերիմենտ չկա, այսինքն մենք չենք կարող randomized control experiment անենք, ասենք, այս 10 հոգին պատահական ընտրել եք իրանք վոլեյբոլ են խաղում, վոլեյբոլիստ, այս 10 հոգուն լրիվ պատահական թողում եք մի կողմ իրանք վոլեյբոլ չեն խաղում, հետո պետքա սպասենք մի 50-60 տարի անցնի, որ հասկանանք ինչա տեղի ունենում։ Իսկ ինչ որտես ոնց որ ստատիստիկ մեթոդներ չկան այդ հարցին պատասխան տալու համար, ոնց որ ինչ-որ բանը։ Կա, հիպոթեզների ստուգում է, հիպոթեզս դնում, որ վոլեյբոլիստների վերսը երկու խումբ մարդկանց, վոլեյբոլիստներ ու չվոլեյբոլիստներ, շատ են պարզացնում, որտեղ այդ չվոլեյբոլիստներն էլ պետքա այս վոլեյբոլիստներից տարբերվեն միայն մի բանով։ Ես որ իրանք վոլեյբոլ չեն խաղում, այո։ Մնացած ամեն ինչով իրանք պետքա նույնը լինեն։ Այ այդտեղա որ շատ բարթանում է ամեն ինչ, հա, որտեղ եթե դու չես կարողանում այդ ապահովես, նշանակում է դու պետքա ոնց որ պատահական բաշխում անես, որը հնարավոր չի։ Դնես իրաց միջինները դիր համեմատ իրար, դες միջինը որտեղ է ավելի մեծ կյանքի տևողության։ Եթե ստեղ ավելի մեծ է, ընդ որում մեծ շատ բարձրացած ձևով եմ ասում, այդ մեծն էլ իր չափն ունի, ինչքան մեծն է, որ մենք կանանք ասենք, որ նշանակալի մեծ է, եթե նշանակալիորեն ավելի մեծ է, ասա որ շատ լավ վոլեյբոլը վատ ազդում արդու կյանքի տևողության։ Բայց դա եղավ բան, չէ, correlation։
Ինչ որ առումով հա։ Հա, չէ, եթե causation եղավ, եթե դու բոլոր մնացած ֆակտորները նույնը եղավ, դու ասես պատճառն ես, որտեղ դու այդ եթե դու ինքը բան լիներ, էքսպերիմենտ լիներ, այդ ուրիշ բան կանենք, բայց այդտեղ ենթադրում եմ, որ հա, այդ կարանք ասենք, դե այդ մարդիկ իրարից մենակ դրանով են տարբերում, չէ՞, հիմա մենք կարած ենթադրես, որ հա, հասկացա, այսինքն սա խնդիրը այդ data set-ը ձևավորելն է։ Այ causality գաղափարը, պատճառ հետևանքային գաղափարը, այդ ինքը շատ բարդ բան է անելու համար։ Դրա համար շատ մարդիկ չեն անում, գիտության մեջ է շատ չէ, որտեղ բարդ է։ Ու դա շատ կարևոր գաղափար կա, այդ counterfactual-ի գաղափարն է։ Ասում եմ, եթե դու ուզում ես իմանալ, որ սա է ազդել սրա վրա, իր կողքից սարքի մի հատ բան, մուլտիտեզերքի գաղափարն է, կողքից սարքի մի հատ ուրիշ տիեզերք, որը այս տիեզերքից տարբերվում է մենակ նրանն է, որ այս բաժակը ստեղ կա, ստեղ չկա։ Մենակ այդ դեպքում դու կարաս ման անես, ասես, որ սրա պատճառը սա է, որտեղ այս երկու տարբերությունները ոչ մի բանով չեն տարբերում իրարից։ Հիմա այդտեղ սկսում են աշխատել գիտական մաթեմատիկական մեթոդները, որոնք սարքում են այդ աշխարհը կողքից։ Հա ու սկսում են բան անել, համատել։ Հա, կամ փորձում են ինչը որ գոնե այդ աշխարհում քո կարծիքով այդքան կարևոր չի կդրան, որ ավելի հեշտ մոդելավորես։ Մոտավորապես։ Իսկ այդ գաղափարը, որ ասացիր, որ ասենք ենթադրենք տեսանք ինչ որ տարբերություն է տալի, ասենք կյանքի տևողության վրա, բայց հետո փորձում ենք հասկանանք դա կարևոր է թե չէ։ Այդ ոնց է աշխատում։ Նայ, երբ որ մենք երկու բան հաշվենք, օրինակ, ասենք լավ թեմա է կանանց ու տղամարդկանց եկամուտների անհավասարությունը։ Հա։ Հիմա ոնց իմանանք, այդ անհավասարությունը կա թե չէ։ Ամենատրիվիալ տարբերակը վերցնենք ինչ որ այ տեղա վիճակագրությունը այստեղ առաջանում, հա, ինչ է շեքում վիճակագրություն։ Վիճակագրությունը դա ընդհանուրի մասին եզրակացություն անելն է, այդ ընդհանուրից մի փուճուր կտոր վերցնելով։ Այդ ընդհանուրին ասում ենք գլխավոր համակցություն, այդ մի փուճուր կտորին ասում ենք ընտրանք, sample։ Այդ անդադ այդ բառը կա, չէ՞, անդադ օգտագործում։ Դու գնում ես ընտրանք ես անում կանանցից, ասենք վերցնում ես 50-կին կամ 100-կին, բանաձև կա հաշվելու թե քանի հատ պետքա վերցնես։ Ստեղծել վերցնում ես 100 տղամարդ։ Ստեղծել ես պատահական ընտրում, ստեղծել ես պատահական ընտրում։ Հիմա այս միջինները հաշվում ես իր միջինը պետք է համատես իրար հետ։ Չէ՞։ Հիմա եթե դու այս 100 կնոջը վերցնես, մի միջին կստանաս, ուրիշ 100 կնոջ վերցնես, ուրիշ միջին կստանաս, ուրիշ 100 կնոջ վերցնես, ուրիշ միջին կստանաս, եւ այդպես շարունակ, այդտեղ գայս է մեզ օգնելու այդ central limit theorem-ը, չէ՞, որ ասում է, եթե դրանից ավելը բավականին բարձր է, 30-ից ավել է, այդ միջինների էական չի այն նախորդ բաշխումը ինչ ա եղել, միջինների բաշխումը նորմալ է լինել։ Հա, դա շատ հետաքրքիր։ Հիմա ստեղ որ նայում ենք, դու ստեղ ստաց, բայց դու մի անգամ ես ընտրանք արել, դու չես կարող գնաց բոլոր հնարավոր ընտրանքներն անես։ Դու մի անգամ ես ընտրանք արել, մի անգամ ընտրանք արես, մի անգամ ընտրանք արես, հիմա համեմատում ես իրար հետ ու տեսնում ես, որ տղամարդկանց աշխատավարձը, ասենք 5000 դրամով ավել է, քան կանանց աշխատավարձը։ Հիմա այդ 5000 դրամի տարբերությունը արդյոք այնքան մեծ է, որ դու դրա հիման վրա օրինակ պետություն քաղաքականություն վարես, որ բերես կանանց եկամուտները հավասարացնես տղամարդկանց, որտեղ այդ 5000 դրամի տարբերությունը կարող լինի զուտ պատահականության արդյունք, որտեղ դու հենց այս երկու ընտրանքների հետ գործ ունես։ Եթե դու գնայր ուրիշ երկու ընտրանք վերցներ, կարող է կանանց մոտ ավելի բարձր լինել, ուրիշ երկու ընտրանք վերցներ, այդ 5000 չլինի, կլիներ 1000, կլիներ 2000, կլիներ 10000։ Այ այդտեղա որ երկու տիպի նշանակալիություն ենք մենք խոսում, մեկը խոսում ենք վիճակագրական նշանակալիության մասին, այսինքն բանաձևի մեջ տեղադրում ենք այդ բոլոր թվերը, վերջում ասում է տարբերությունը նշանակալի է թե նշանակալի չի։ Մյուսը խոսում ենք փաստացի պրակտիկ նշանակալիության մասին, որտեղ կարող է վիճակագրորեն դու ասում ես տարբերությունը նշանակալի է, բայց փաստացի քո տեսակետից, ասենք այն ինչ որ դու գիտես աշխարհի մասին, ասենք 5% այն տարբերությունը չի, որի համար մենք հիմա պետքա նստենք բան քննարկենք։ Հավանականային նշանակալիությունը, այդին ոնց որ ցույց է տալի, թե ոնց որ եթե ունես այսքան տարբերություն քո երկու սեմպլների մեջ, ինչքան է հավանական, որ քո theory-ն ճիշտ է, հա։ Ինքը ցույց է տալիս հավանականությունը, որ այդ բանը, այդ տարբերությունը պատահականության արդյունք չի։ Որ այն գլխավոր համակցություններում էլ կա այդ տարբերությունը։ Ոչ թե տարբերությունն եղել է նրա պատճառով, որ դες կոնկրետ ես 100 հոգ ունես իրար հետ համատել, այլ այն գլխավոր համակցությունում էլ է տարբերությունը կա։ Ու այդտեղ շատ կարևոր է, հա, հասկանալ, որ կա վիճակագրական նշանակալիության գաղափար ու կա փաստացի կամ պրակտիկ նշանակալիության գաղափար։ Հա, մյուսը ոնց որ
կյանքում պետք է հասկանաս դա կարևոր է թե չէ։ Հիմա երբ որ բան է լինում, օրինակ վիճակագրության մեջ, ասենք հիպոթեզը, զրոյական հիպոթեզը մերժվեց։ Զրոյական հիպոթեզը միշտ ասում է փոփոխություն չկա, ստատուս քվոն է, ասում է միջինները հավասար են իրար։ Ալտերնատիվ հիպոթեզը կարող լինի շատ տարբեր բան, հա, օրինակ, ասենք ալտերնատիվ հիպոթեզը ասում է հավասար չեն իրար։ Այսինքն էֆեկտ կա, սեռը ազդում է եկամուտների վրա։ Հիմա դրանից հետո մենք մի հատ էլ բան ենք ցուցանիշ ենք հաշվարկում, որը էֆեկտ size-ը ցույց տալիս, ասում է լավ, այդ էֆեկտը ինչքան ուժեղ է։ Որտեվ այս շատ որ բանի մեջ չմտնեմ, տեխնիկական թեմաների մեջ չմտնեմ, այս բաներն ինչքան ավելացնում ես, ընտրանքի ծավալներն ինչքան ավելացնում ես, այնքան հավանականությունը, որ դու կգտնես նշանակալի տարբերություն մեծանում է։ Որտեղ տրամաինտուիցիայի տեսակետից դու գնացիր հարցրեցիր բոլոր կանանց ու բոլոր տղամարդկանց, բոլորին ես հարցրել։ Տարբերությունը ինչ էլ եղավ, պետք է նշանակալի լինի։ Պատկերացրիր, որտեղ նշանակալիության հարցը առաջում է մենակ այն պատճառը, որ դու բոլորին չես հարցրել։ Իրաց մի մասին ես հարցրել, բայց եթե ես բոլորին եմ հարցրել, տարբերությունը տվեց 5 դրամ, ես պետք է ասեմ, ինքը տարբերություն կա։ Չէ, պետք է ասեմ, ես վստահ եմ, որ տարբերություն կա, եկան չէ տարբերություն ինչ կանա։ Կա ու 100% եմ վստահ, որտեղ բոլորին գնացել է հարցրել եմ։ Բոլորին գինա։ Բայց երբ որ բոլորից ավելի քիչ սկսում ես նռակի ծավալը սկսում է գլխավոր համակցության ծավալից նվազել, այդտեղ արդեն այդ տարբերությունների խնդիրը սկսում է առաջանալ։ Իսկ այդ մյուսը ինչ էր այդ էֆեկտի Effect size-ը ինքը վերցնում այդ տարբերությունը, այդ չեմ հիշում բանաձևը ոնց է, այդ միջինների տարբերությունը բաժանում է ինչ որ բայց գաղափարը ի՞նչն է։ Գաղափարն այն է, որ այ հենց այդ եմ ասում, էլի, որ ինչքան դու ընտրանքի ծավալն ավելացրեցիր, այնքան հավանականություն է, որ նշանակալի տարբերությունը կտա մեծանում է, ու չի մեծանում նրա պատճառով, որ սեռը ազդում է եկամտի, այն ավելանում է նրա պատճառով, որ դու ուղղակի ընտրանքի ծավալն ես ավելացրել, ոնց որ մեխանիկական բան ես արել, ու այդ հիմա ինքը ասում է, սպասի լավ, ասացիր նշանակալի է, հասկացա, նշանակալի է, բայց մի հատ էլ ասա, այդ effect size-ը ինչքան է, քանի անգամ է ավել։ Հա տղամարդկանց եկամուտները կանանց եկամուտ քանի անգամ է ավել, օրինակ ամենապարզ բանը։ Եթե դու ասում ես ավելա 1.0003 անգամ, բայց վիճակագրորեն դա նշանակալի է, ասես ինքեր, օքեյ, լավ հասկացանք, that's fine։ Դու ճանապարհով ես իրականության մեջ այդ տարբերությունը այնքան մեծ չի, որ մենք դրա համար օրինակ ասենք հասարակապետությունը դրա համար քաղաքականություն մշակի։ Statistic significance հասը հենց այդ է։ Բաներում եկա, չէ, շատ հոդվածներում եկա, որտեղ համարյա հիմա ինչ research անում են, սա ստատիստիկայի հետ վրա ընկած, մանավանդ ինչ որ սոցիոլոգիական բաները, բայց այն օրը մի հատիկ բան էի կարդում, որ շատ մեծ մասը գիտական հոդվածների պրոստը սխալ է ու reproducible չի։ Շատ մեծ մասը 40-ից 60% եթե չեմ սխալվում, այո։ Սխալ չի, reproducible չի։ Կրկնվող չես կարող իրան կրկնես, հա։ Հա, բայց չնայած այնտե բանա ոնց որ իրանք ցույց են տալի, որ այս թիվը հա ստատիստիկորեն կարևոր է, որ իրանք ստացել են այդ իրանք data-ն analyze անելուց, այդ ոնց է ալնում։ Չէ, որ ինքը կրկնելի չի, դա գիտության խնդրը չի, դա մարդու խնդրեմն է։ Այսինքն ինքը արել, երբ որ research են անում, չի տոնի, իմ ուսանողներից ոչ մեկ չի տոնի, որ ես հիմա խափեմ, բայց այդ պահանջը օրինակ ես իմ բոլոր դասերին ունեմ։ Ես իմ ուսանողներին ասում եմ, դուք կոդը գրում եք ինձ տալիս եք նայած, անալիտիկ կոդը, որ եթե ես իմ մոտ իրան աշխատացնում, ես պետք է ստանամ բացառապես նույն բանը, ինչ որ դուք եք ստացել, ոչ մի բանով չպետք է տարբերվի։ Դա կոչվում է reproducible research։ Բոլոր գիտնականները չեն այդպես անում, որովհետև որոշ գիտնականներ միգուցե լրիվ ուրիշ արդյունք են ստացել, քիմիային արել, բան են արել, իրենց ուզած արդյունքն են ստացել, տվել են հրատարակության, հա։ Որոշ գիտնականներ որ հավես չեն արել այդքան reproducible, կան ժուրնալներ, որոնք չեն էլ պահանջում, բայց իրենց reproducibility-ը այդ քեսի, եթե ես չեմ հիշում, վերաբերում նրան, որ իրանք չեն կարողացել էքսպերիմենտը կրկնել։ Հնարավոր չի եղել, օրինակ, հնարավոր չի եղել էքսպերիմենտը կրկնել։ Կամ այնց էքսպերիմենտները դիզայն արած, որ հնարավոր չի կրկնել։ Դա չեմ, քեզ լավ չեմ կարող հիշեմ, բայց տեխնիկական տեսակետից կան ժուրնալներ, paper-ներ, որտեղ երբ որ դու ինչ-որ բան ես paper-ը տալիս, կոդն էլ պետք է հետը տաս։ Դա չի կներու data են ուզում։ Օրինակ ես չեմ վստահում այն հոդվածին, որտեղ տպագրված է, կոդը չկա, data-ն չկա։ Եթե ես նույն բանը run անեմ, նույն բանը չստանամ, չեմ ուզում։ Չեմ հավատում, կամ գնաց են նկարել ես։ Նամանավանդ բանում գիտության մեջ sense բան կա, որ երբ որ այդ զրոյական հիպոթեզը չի մերժվում, այսինքն նշանակալի տարբերություն չկա,
հա։ Ժուրնալը չի տպագրում այդ հոդվածը, ասում է իմը որ չկա դա հետաքրքիր չի։ Հասաստանս ենթադրում ենք որ չկա։ Ահա, բայց դա սխալ մոտեցում է, շատ սխալ մոտեցում է, որովհետև տարբերություն չկանել ինքը իրանով ունի հասարակության համար, մարդկության համար, գիտելիքի տեսակետից ունի նույն արժեքը իմ համար։ Ինչ որ այն որ դասես տարբերություն կա։ Բայց քանի որ ժուրնալները չեն ընդունում որ բան չկա, այն ավելի քիչ են ընդունում այն հոդվածները, որտեղ տարբերություն չկա, այդ դեպքում դու ամեն ինչ անել ես որ տարբերություն գտնես։ Իսկ data science-ում sense արտահայտություն կա, ասում է if you torture data enough it will confess։ Հա, այդ ինչ է նշանակը, որ շատ ասում եմ մեջը խորանաս կգտնես այն ինչ որ քեզ պետք է։ Հա, կարող է դաժե միթիվ ես կամ անգամ հաշվես մի քիչ հարմարցնես կոտակ։ Այդ շատ հետաքրքիր բան է երևում, օրինակ կլինիկական դատայի վերլուծությունների մեջ, հա, երբ որ դեղ են օգտագործում, դեղը պետքա բան անեն։ Փորձարկեն, չէ՞, իրանք ինչ են անում։ Վերցնում են պլասիբո գրուպ, որին տալիս են պլասիբո տրիվիալ տարբերակով, այս խմբին տալիս են դեղը, ուզում են հասկանան ինչ տարբերություն է տալիս, չէ՞։ Հիմա նույն clinical study-ներում կա տենց հասկացություն, կոչվում է endpoint, outcome, իսկ մենք ինչն ենք չափում։ Որ ուզենանք ասենք, որ դեղը արդյունավետ է։ Ինչն է բարձրացրել կամ իջացրել, որ կարողանանք ասենք, որ ինքը արդյունավետ է։ Ասենք կարա լինի, չգիտեմ, օրինակ արյան ճնշումի, եթե դեղը նրա համար է, որ արյան ճնշումի իջացնի, չէ՞։ Կարա լինի, չգիտեմ, եւ այլն։ Բայց study-ներ կա, որտեղ ինքան լիք իրանք endpoint-ներ են դնում, այսինքն մի 1000 բան չափում են, ու այդ 1000 բանից ոնց էլ չլինի, ասենք մի 50 հատում պարզվում է, որ տարբերություն կա։ Հասկանում ես ինչ են անում։ Պրոստը շատ ֆակտորներ են չափում, հա։ Շատ բաներ են չափում, ու երբ որ շատ ես դու անում, շատ ես չափում, ոնց էլ չլինի ինչ-որ միտեղ կապ է տալիս։ Այդ հավանական սինթեզության վիճակագրության ամենա sense կոնտրինտուիտիվ բաներից մեկն է, էլի։ Այդ հիպոթեզների ստուգման մեջ էլ է հատած, օրինակ մենք որ post-hoc տեստեր ենք դնում, այնտեղ մի քիչ ավելի խիստ ենք նայում։ Տեստերը, որտեղ ասում ենք, եթե 1000-ը տեստերն ես, այդ 1000-ից 50-ը ոնց էլ չլինի, պատահականորեն քեզ ասել է, որ տարբերություն կա։ Իրականում չկա, բայց ինքը պատահականորեն ասել է, որտեղ սխալվելու հավանականություն միշտ կա, չէ՞։ Օրինակ, եթե սխալվելու հավանականություն 5% է, եթե դու 10 հատ տեստ դրեցիր, կարող է ոչ մի հատ կամ չսխալվես։ Չէ՞, բայց եթե 1000 հատ տեստ դրեցիր, արդեն ինչ քանակ ալնելու, որտեղ սխալ է ստանալ։ Հիմա ինչ են անում այդ clinical study-ներում, փոխանակ ասեն, որ մենք էս մի բանն ենք չափում, ասենք մի 1000 հատ բան են չափում, այդ 1000 հատ բանից ինչ որ մեկը կամ մի 10 կամ մի 20 հատը տալիս է որ տարբերություն կա, ասում են, «Всё, էֆեկտիվ է, ազդում է»։ Օրինակ հիմա ես անունը փոխում են, հա, ճշմարտ դեղից արգում են, չգիտեմ, գլխացավի։ Չէ, կարելի մեկ այնքը մնա ճշմարտ դեղ, բայց հետո տանում են այդ իր նու Ամերիկայում ինչ ավելի բարդ է այդ process-ը, մինչև գնա FDA-ում գրանցվի բան անելի, պատմությունը անցնելու բան անելու։ Բայց օրինակ այդտեղ նաև մյուս կողմից շատ հետաքրքիր է supplement-ների թեման, որ նայում ենք, ասենք վիտամին D, B, C։ Ես բժիշկ չեմ հիմա, եթե ինչ ասեմ, մեծ հավանականությամբ սխալ բան եմ ասելու, բայց ինֆորմացիան Հուբերմանի ոդքասթից է գալու։ Այ Հուբերմանը, ես էլ եմ Հուբերմանի ժամանակին շատ լսում էի, բայց այնքան անում եմ մի բան, որը չի կարելի անել։ Այդ կոչվում է cherry picking, ինքը գնում է, գտնում է մի հատ, երկու հատ, 3 հատ, 4 հատ research, որը իր գաղափարին հաստատում է այն ինչ որ ինքը ինչ հավատում է, ինչ ինքը ուզում է որ դու հավատաս, այդ 4 research-ի մասին պատմա, բայց եթե 4 research-ի կողքը կա եւս մի 95 հատ research, որն ասում է, չէ, Ուբերման ջան, այդ ամեն ինչը, ասենք, ճիշտ չի, այդ 95 հատին ինքը թոմամիկա, չի ուշադրում։ Դա քրե, մտած տպավորություն չէր ստեղծվել։ Որտեւ ինքն այս տպավորությունը ստեղծում, տիպը ես անալիզ արեցի։ Արել է, հա, բայց ինքը 5 հատն է արել, կամ այդ մի հատն է արել։ Նա Հուբերման ես մինչև հիմա լսում եմ, ամեն ոդկասթը, բայց Հուբերմանի իմ համար entertainment է, ասենք ես։ Հուբերմանի մենակ sleeping Հուբերմանը որպես entertainment լսես։ Խինովս է։ Ինքը մեքենայում լավ լսելու ոդկաստ է։ Այո, մեքենա չունեմ դրանից։ Ագիտես ինչի, որտեվ ինքը նույն բանը 5 րոպե մեկ կրկնում է, այսինքն դու ցանկացած պահի որ միտքը կորցրեցիր, չէ, ասում ես քշում, չեմ պահի միտքը շեղվեց, միտքը կորցրեցիր։ Որ պահին իրա նորից հետ գնացիր, մեկը բան չես կորցրել, նորից նույն բանն ասել։ Ես Հուբերմանի այդ sleeping pouch-ն էի օգտագործում, այդ ապիգենին, այնտեղ ինչեր էլ մեջ է, տեանին, բանսես բան, բայց այդ մեկը չավեն է։ Բայց դրանք բան չեն, clinical այդ trial-ներով հաստատված բաներ չեն, ինչքան գիտեմ։ Այսինքն դա ընդհանուր բան չի, ընդունված փաշ չի, որ այդ ամեն ինչն օգնում է։ Նույն ձևի մենք հիմա ուսանողների հետ մի հատ աշխատում ենք, դες տարբեր ստադիներ ենք նայում, բան փորձում ենք հասկանալ վիտամին D, вообще։ Այդ որ ասում են խմի, բուջու ժամանակվանից, չէ, վիտամին D-ն են,
ցկան յուղ, տոեն հələ որ չեն կարածը գտնենք տենց լուրջ ստադի, որ ասում է, հա, գիտես ինչ կա, վիտամինը ինչ որ բանի օգնում է։ Հա։ Ինչ որ տեղեր օգնում է, ինչ որ տեղեր չի օգնում, շատ խառն է, էլի։ Հա, դա քիչ է։ Ինձ թվում է, տես կոնսենսուս կա արդեն ստադիների մեջ, որ դա վիտամին Ես չեմ տեսել, ես չեմ։ Կան լիքը ստադիներ, որոնք ասում են օմեգա 3-ը տարել են փորձարկել են, բարձվել է։ Չի օգնում, կա ստադիներ, որոնք ասում եմ, եթե դու ես ուզենամ ապացուցեմ, որ օմեգա 3 ինչ որ բանի օգնում է, հավատացեմ քեզ կապացուցեմ։ Աննես կապացուցեմ, որ ոչ մեկ չի կարողանա տեսնի, որ ինչ որ բան տեղնես չի։ Այ օրինակ այտենց, որ end point-երը շատացնեմ, ասենք լիքը բան շատացնեմ, օրինակ ասենք ասում են օմեգա 3-ը օգնում է բանին։ Դեպրեսիան նվազեցնում։ Դիմա արի դեպրեսիան ոնց է չափում նվազելա թե չէ։ Այլ 100 փոփոխական դնենք, որով չափում ենք։ Ու հետո այդ 100 փոփոխականի ոնց է չլինի 10-ով կերևա, որ այո նվազել է, այն 90 հատը գցենք մի կողմ, այդ 10 հատը բանան ենք դնենք դրա մաս։ Հիմա ստեղա որ շատ կարևոր է գիտական հանրույթի գոյությունը, ուստեղա շատ կարևոր է որ research-ները public լինեն, որտեղ եթե այդ research-ը շատ абսուրդ է, կգտնվեն լիքը մարդիկ, որոնք ասեն արա լավ է, ես ինչ ես ասում, ոչ միսի ախմախություն է։ Եթե research-ը իրապես լավն է, paper իրապես լավն է, ինքը իրապես մեծ արդյունք է տալիս։ Նշանակում է լիքը մարդիկ կսկսեն այդ paper-ն օգտագործել իրենց paper-ներում, չէ՞, citation-ներ կսկսի գնալ արդեն, ինչքան citation-ները շատացավ, այնքան ավելի paper-ի rank-ը բարձրանում է վերև, մերքան մարդիկ ավելի շատ են այդ paper-ը կարդում, ոնց որ բանա ֆռում է, էլի network effect-ը ստացվում։ Ու դրա համար իրականում այդ վատ ինֆորմացիան, վատ research-ը, վատ բանը ինքը մեկը ֆիլտրվում է դուրս է մնում ու այտենց մնում է վերևա բարձրանում լավը։ Ես ենթադրում եմ։ Այսինքն եթե մենք ասենք սովորական, էլի ասում սովորական, պրոստը մարդ ենք, որ ուզում է բան անի, ինչ որ ինֆորմացիա քաղի այդ paper-ներից իր աշկով նայելով, ոչ թե որ ինչ որ մեկը ուրիշը նայել է մեզ ասում է, որպեսզի հասկանանք այդ paper-ը լավն է թե չէ, զուտ արժի բանին նայել, իր ranking-ին նայել։ Հա, բայց եթե դու հասել ես նրան, որ դու կարող ես paper-ի ranking նայես ու գիտես այդ ինչա, դու հանգիստ կարաս paper-ը կարդաս ու հասկանաս ինքը նորմալ է թե չէ։ Այսինքն որ կարդաս կհասկանաս ինքը հարմարացրել է թե չէ։ Համենայն դեպս կոմոդ կասկածներ կառաջանան կամ չեն առաջանա, ասենց ասեմ։ Եթե դու այն մարդն ես, ով որ հասկանում է, որ պետքա paper-ի citation-ների քանակը նայել։ Էդ էլ է շատ բան հարաբերական, որտեվ կան ոլորտներ, որտեղ top paper-ները շատ փոքր քիչ քանակի citation-ներն են, որտեղ այդ թեմայով զբաղվող մարդկանց քանակը քիչ է։ Այսինքն քիչ մարդիկ են դրանց, դա քիչ է տպագրվում։ Կան ոլորտներ, որտեղ շատ է paper-ներ գրվում, այսինքն դու այդ հարաբերական պետքա նայես, էլի միշտ ինչ բանին պետքա համեմատես։ Այդ էլ մի ուրիշ վիճակագրական bias է, երբ որ ցուցանիշները նայում են բացարձակ արժեքով, այլ չեն նայում հարաբերական իր իմաստով։ Օրինակ, ասենք դու չես կարող վերցնես Երևանում արտադրված հնան համեմատես, ասենք, չգիտեմ, Կոտայքի մարզում արտադրված հնայի հետ, սխալ է։ Պետք է համեմատես մի շնչի հաշվով, չէ՞, որտեվ հնան մարդիկ են ստեղծում։ Դա ինչքան մարդ ապրում, սա ինչքան մարդ է։ Նույնիսկ երկրներից միշտ պետք է ցանկալի է միշտ մտածես, կարող է ցուցանիշը պետք է ինչ-մի բանի վրա բաժանես նոր համեմատես, թե այտենց կարաս բացարձակ արժեքով համեմատել, բացարձակ արժեքով համեմատելը վտանգներ ունի իր մեջ։ Հա, լիքը վաղ ասենք գրաֆիկներն են այտենց բանանում, ասենք էքսպոնենցիալի տարբերությունն են ցույց տալի բացարձակ արժեքով։ Ահա, լինում է, եթե ուզում են մեծ թվերը փոքրացնեն, կարան լոգարիթմ անեն, եթե չեն ուզում մեծ թվերը փոքրացնեն, այդ առանձին թեմա է, թե ոնց են մանիպուլացնում գրաֆիկների, վիզուալիզացիաների, բաների միջոցով ամենա սիրուն մանիպուլյացիայի ձևը գրաֆիկները մետենը, որ y-ների առանցքը չի սկսվում 0-ից։ Երբ որ դու x-երի առանցքի վրա ունես ժամանակային շարք, այսինքն ասենք թվականներով գնում է։ Իսկ y-ների առանցքը երբ որ չի սկսում 0-ից, դու այդ y-ների առանցքը որտեղից սկսելով դու կարաս մարդուն վիզուալ ցույց տաս, որ փոփոխությունը շատ մեծ էր, կամ կարաս ցույց տաս, որ փոփոխությունը շատ փոքր էր։ Պատկերացնում ես, չէ՞, որտեղ 0-ից ինչքան փոքրանում ես, այնքան այդ մասշտաբը սկսում է փոխվել ու այդ փոփոխությունը սկսում է ավելի մեծանալ։ Դրա համար այո, ոնց է զումի, չէ, զումին ուրիշ բան է, եթե դու զումին անես, դու դա չես տենա, այդ էֆեկտը չի լինի։ Ուղղակի y-ների առանցքը, ասենք պատկերացրու, եթե ցուցանիշը անցած տարի եղել է, ասենք այդ թեման ես մի անգամ նայել եմ, եղել է ճանապարհային տրանսպորտային պատահարների զոհերի քանակը 2009-ին, ու եղել է 2010-ին։ Ասենք պատկերացրու 2009-ին եղել է 180, 2010-ին եղել է 185։
Ճաճ ինչքան է 5 միավոր, որը տոկոսին շատ փոքր թիվ է։ Եթե դու այդ դնես գրաֆիկորեն ու բանանես y-ների առանցքը 10 սկսում է 0-ից, այդ փոփոխությունը, որ աճ ա եղել, չի երևա։ Բայց հենց y-ների առանցքը տվեցիր, ասենք օրինակ 170-ից, հաստատված մեկը 10-ը, մեկը 10-ը։ Այո, տարբերությունը անես մի անգամից մեծ է երև, որ դու ասում ես Էլ մոռանում ես որ դե 185 ես դե 180, այդ քո բանն է, տերում որ աճելա 10 անգամ չուտ լինի գրաֆիկորեն, երևում է որ աճելա շատ ավելի մեծ աճ է եղել, հա, քան իրական թվերի մեջ է դա աճը կա։ Դրա համար որպեսզի չխաբվես ամեն անգամ երբ որ գրաֆիկ ես նայ միշտ նայ, տես y-ների առանցքը որտեղից է սկսվում։ Եթե 0-ից չի, ուրեմն կամ իրանք չգիտեն որ պետքա 0-ից սկսվի, կամ էլ կարող է պետք չի ինչ որ իրավիճակներում, կամ հատուկ ուզում են ցույց տան որ փոփոխությունը մեծ է, աճը մեծ է կամ նվազումը մեծ է։ Հա, էդի ու scale-ը։ Scale-ն էլ, այո, նույն բանն է, scale-ն է բանանում։ Հավը, քանի որ դու բանես համասարանական պաշտոնի ես, մի հատիկ կազ սենց հարցնեմ, որ շատ այլի բան է վիճում հծիվինը ծրագրավորողների մեջ, էդի անա, որ computer science-ի ֆակուլտետում ինչքան պետք է մաթեմ լինի ու ինչքանը ծրագրավորում։ Ինձ թվում է մաթեմ պետք է լինի։ Որտեվ մաթեմը մի բան է, որը դու երբեք չես գնա ու դու երբեք լսել ես, որ պետությունը, ասենք, գրանտ հայտարարի, ասենք, դրամաշնորհ հայտարարի, որտեղ գնան տարբեր տրեյնինգային ընկերությունների դրամաշնորհը վերցեն ու գնան մարդկանց մաթանալիզ սովորացնեն։ Չէ։ Բայց ծրագրավորում լիքը, չէ։ Ինչի, որտեվ մաթանալիզը մի բան է, որը միակ տեղը, որտեղ դու կարաս սովորես մաթանալիզ, այդ համալսարանն է, չկա ուրիշ տեղ։ Ծրագրավորում դու կարաս սովորես որտեղ ուզում ես։ Լավ, ճիշտ, սխալ, որակի մասին չենք խոսում, հա, կան համասարանից դուրս կարան լինեն կենտրոններ, որոնք ավելի վատ չեն սովորացնում ծրագրավորում, քան նույն համասարանում սովորացնում։ Բայց այդ կենտրոնից ոչ մեկը չի սովորացնելու քեզ մաթանալիզ։ Հա։ Իսկ մաթանալիզ սովորելը կարևոր է։ Մաթեմատիկա իմանալը вообще նույն data science-ի մասին որ խոսում ենք, ես համարում եմ, որ data science պետք է իմանան բոլորը, ցանկացած մարդ, ով որ զբաղվում է որևէ տիպի հետազոտությամբ, անկախ ինքը բիզնեսմենա, ծրագրավորողա, թե ագրոնոմա, թե չգիտեմ, այնտեղ գյուղատնտեսա, շինարարա, ինչա, ոնց է ինքը research մեթոդներին պետքա հասկանա, պետքա շատ բաներից հասկանա, որ կարողանա այդ կիրառի իր մեջ։ Այսինքն data science-ը պետք չի ենթադրել, որ ինքը ասեն շատ առանձին մի հատ գիտություն է, որը ոչ մեկի հետ կապ չունի, ինքը իրանով ասենց իր խոտով զարգանում է, ինքը նաև պետքա լինի այլ ցանկացած ուրիշ այլ դոմեյնի մեջ։ Հիմա նույն ձևի, ասում եմ, ինչի պետքա ծրագրավորողը իմանա մաթանալիզ, առաջին պետք է իմանալ, որ ուրիշ ոչ մի տեղ իրանը չեն սովորացնելու։ Երկրորդը մաթանալիզը մարդու մեջ ինչ որ որոշակի այդ նեյրո կապեր է ստեղծում իր ուղեղի մեջ, հա, որ նեյրոնները դրես այդ նեյրո flexibility, Հոբերմանի սիրած բանն neuroplasticity, այո, որ նեյրոններն ինչ որ ձև է սկսում իրար կապել, ես ենթադրում եմ, չգիտեմ, ես դες research չեմ տեսել։ Հա, դա շատ է։ Բայց ես ենթադրում եմ, որ մաթանալիզը ինքը մարդու բանի վրա, հիմա ասենք, ես Բոլցանո-Կոշի թեորեմը վերջին անգամ ապացուցել եմ 20 տարի առաջ համասարանում, երկրորդ անգամ հիշեցի ստեղ։ Հա, 20 տարվա մեջ։ Երևի թե ոչ մի չեմ էլ օգտագործել։ Բայց հետո մաթանալիզ սովորելն է հավես։ Հավես է, ասենց ուղղակի вообще դի նոր գաղափար, ասենք այն զուտլի մասի գաղափարը, ինքը ասենց լրիվ ոնց որ թռիչք է, էլի սովորական մաթեմատիկայից։ Ստեղ ես մի հատ բան եմ ուզում ասեմ, ոչ որպես համասարանի պաշտոնական ներկայացուցիչ կամ որտեղ այդ բանով չեմ ստեղ, հա։ Կա շատ թյուր կարծիք, որ ակադեմիան, հարցը մեր համասարանի մասին չի գլոբալ, ակադեմիան պետք է նայի տեսնի ինդուստրիային ինչա պետք, ու այդպես մարկանց սարքի, չկա տես բան, ակադեմիան ինքը իրանով ապրող, աշխատող կառույց է։ Եթե ակադեմիան շարժվի բացառապես ինդուստրիայի պահանջներով, ահավոր բան ալնելու։ Որտեղ արագ է փոխվում ինդուստրիան։ Շատ հաճախակի նաև չէ, որտեղ երբ որ մենք ամերիկյան համալսարանում սկսեցինք data science-ի հետ կապված առարկաներ կարդալ, machine learning վերեցինք, դրեցինք data mining դրեցինք, Հայաստանում ինդուստրիան ոչ միայն Հայաստանում, Հայաստանը ինչ չգիտեր նրա մասին ինչ մանա data science-ից պետք չէր։
Այդ հիմա է որ ամեն բանկը, ամեն խանութը, ամեն բանը իր AI թիմն ունի անում, բան, that's fine, բայց այն ժամանակ չկար, իսկ եթե մենք նստենք սպասենք մինչև ինդուստրիան business machine learning ինժեներներ պահանջելու, չէր լինելու այդ ամեն ինչը։ Հետո ուրիշ օրինակ ես բերեմ, եթե համասարանը շարժվի նրանով թե ինդուստրիան ինչ է ուզում, ասենք մենք 2 տարի առաջ պետք է ամերիկյան մասը փակել ու սկսել բացառապես բան բրոկերներ արտադրել, սովորացնել։ Տրանսպորտային բրոկերներ են, որ բանի վրա են զբաղվում, չէ՞։ Լոդերի վրա են աշխատում։ Լոդերի վրա, ու գիտես ինչ պահանջարկ կար, որտեվ բաներ լավ անգլերենի իմաստություն է այդտեղ պետք, իսկ ամերիկյան ուսանողը գիտի լավ անգլերեն։ Ինչ, բայց այդ մեկը գիտի։ Հիմա ասենք ինչ անենք, ինդուստրիան այդ է ուզում ու շատ բարձր աշխատավարձներ են տալիս ու շատ մեծ պահանջարկը, ինչ անենք, ամեն ինչ փակենք, սկսենք լոդանող մարկանց պատրաստել, չէ, այտենց չի, ակադեմիան, այո, ակադեմիան աշխատում է ինդուստրիայի հետ, անպայման պարտադիր։ Ակադեմիան անդադ պետք է իմանա ինդուստրիային ինչա պետք է adjust անի, ինդուստրիան պետք է ակադեմիային adjust անի, բայց այտենց չի որ համասարան նրա համար որ JavaScript developer-ներ սարքեն, էլի, ասենք ամենայն հարգանքով, բայց JavaScript development կարելի է սովորել 6 ամսում, ասենք հետո դու կսովորես, հետո փորձ ձեռք բերես, բան կանես, այդ ամեն ինչ աշխատատեղում կսովորես, առաջ կգնաս։ Բայց math analysis-ն ու գծային հարաշիվը ու ասենք discrete mathematica դրանք այնպես բաներ են, որոնք պետք է սովորեն մարդիկ ակադեմիական միջավայրում։ Այդ իմ անձնական կարծիքն է։ Հա, իրականում շատ եմ մտածել այդ հարցի շուրջ։ Իմ մոտ է իստում, ես էլ եմ մտածում, որ պետք է, պրոստը միշտ հարցը է նա թե ինչքան է պետք։ Օրինակ իմ համասարանը սլավոնականում եմ սովորել, ես միշտ զգում եմ, որ չերես ճուր շատ է, շատ է գիտես ինչի համար, ոչ թե նրա համար, որ ոնց որ չեր դզում այդքան մաթեմ սովորել է, այլ որ ծրագրավորում չէիր հասնում սովորեին։ Այն որ եթե իրանք ուզում են այդքան մաթեմ տան ու ոնց որ ծրագրավորումը նորմալ ասեն, մենք պետք է համասարանում քնենք։ Եթե խոսքը վերաբերում է ոնց է դա բալանսի բերվում, չգիտեմ, ամեն ծրագրի ղեկավար, դա ամեն համասարան ունի իր ղեկավարությունը, ամեն ինքնավորոշում ոնց է դա արվում, այդ բալանսին ոնց են բերում կանգնացնում։ Բայց իսկ մոտ ստանդարտներ կա, էլի, ասենք, այտենց curriculum-ներ կա աշխարհում սարքած, դասապլաններ կա, ու վեկալում օգտագործում, ասենք, քանի հատ, օրինակ կա, ամերիկանում, ասենք, մենք 3 հատ կալկուլուս ունենք, հիմա կարող է 3 հատը շատ է, պետք է 2 հատ լինի, բայց այտենց Սլավոնականում կալկուլուսները պրծնում են, հետո անցնում են կոմպլեքս կալկուլուսին, դա շատ լավ է։ Քեզ կոմպլեքս կալկուլուս ուրիշ ոչ մի չէին սովորացնել այդ։ Միակ տեղն է, որ դու կարաս այդ սովորես։ Ամա սիրուն առարկա։ Ահա, ես շատ սիրուն է։ Չգիտեմ, այդ individual այդ համասարանի, այդ բաժնի, այդ բանի leadership-ն է որոշում, ինչ ոնց պետք է լինի, վերցնելով համաշխարհային փորձը, նաև շատ ազդում է մարդկանց պատկերացումները աշխարհի մասին, ճիշտի սխալի մասին, մարդիկ ռոբոտ չեն, էլի, որ տենց ինֆորմացիան իր մեջ լսես, մարդկա մաթեմ սիրում է ու ինքը եթե ինքն է ղեկավարել այդ ամբողջը մոտակ ասենք 20 տարին, դեպի մենակ մաթեմ է, ասենք մաթեմ է գնալու։ Հա, իշքան է տես փորձենք ռացիոնալիզացնենք մետրիկներ վերենք զուտ մարդկային ֆակտորը եկա ասած։ Որտե ցանկացած տեսություն, որ դու այսօր ուզենաս ցանկացած տեսության մասին խոսած, նամանավան սոցիալական գիտություններում էլ, այդ ցանկացած տեսության հետ կապված դու եթե գնաս 50 հատ paper գտնես, որ ասի այդ բանը ճիշտ է, հոդված գտնես, որ ասի այդ տեսությունը ճիշտ է, ես կգնամ 50 հատ հոդված կգտնեմ, որ ասում է տեսությունը ճիշտ չի։ Եթե դու որ կողմի վրա ես գնալու, այդ մի քիչ արդեն նաև բանի հարց է, արժեքների հարց է, պատկերացումների, ինտուիցիայի քո աշխարհում, քո ապրածի, չապրածի եւ այլն եւ այլն։ Այսինքն բարդ է ասել, ես գտնում եմ, որ մաթեմատիկա պետք է սովորեն։ Հասկացա։ Վերջի հարցը, որ էլի զուտ ավանդույթ է բոլորին տալիս եմ, կյանքի իմաստը որն է։ Լսինսմա մարդու կյանքում նամանավանդ տղամարդու կյանքում ինչ որ պերիոդ կա, որ պետք չի իրան այդ հարցերը շատ տալել։ Անկամ այդ տալիքն է։ Իմ համար ես ինչ որ փնտրտուքներ կա, փորձում եմ հասկանալ այդ անդադ այդ փնտրտուքները։ Իմ պատկերացմամբ իմ համար ինքը նոր չէ լավ արի չասեմ, էլ չեմ կարող ասեմ, չգիտեմ, բարդ հարց է։ Դա ամենա լավ պատասխանը որ ուզում ես իմանալ, դա որ չկա։ Չէ, կամիոն ինչ էր ասում, ասում էր կյանքում իմաստ չկա, այդ իմանալով հանդերձ, այդ ընդունելով հանդերձ, այդ բանն է։ Ոնց է իր հոդվածը կոչում, որտեղ հարցեր տալիս ասում էր, արդյոք Սիզիֆոսը իր աշխատանքը սիրում է թե չէ։
Սիզիֆոսին հիշում ես, հունական լեգենդում որ քարը անդադ sense, ինչքան գիտեմ, բաներ, քարը բրթում էր sense, հարցան մեր սայան գնում էր ներքին քիչ մեր ներքև, sense քարը նորից բրթում էր, բարձրացնում էր, նորից ընկնում էր Սիզիֆյան աշխատանքն է դա, անիմաստ աշխատանք է, հիմա Քամին ասում է, եթե կյանքում իմաստ չկա, բա իմաստը ո՞րն է, էլի, ինչի ենք մենք այս աշխատանքն անում, հետո guys, ես եկնես մեջը սուտիկի Սիզիֆոսն էլ պետք է իր աշխատանքը մի քիչ սիրի, նույնիսկ եթե դա անիմաստ է։ Ու այս ժամանակակից չէ, որտեղից այդ էգզիստենցիալիստները Սարտր, իրանից Կամյու իրանից հետո է կյանքի իմաստի փնտրտուքները գալիս, որտեղ միջև մարդիկ մտածում են, որ դու ուտելիք գտնեն, չմեռնեն, չսառեն, բանչան, չէ՞, հիմա այդ բանը սկսել։ Բայց ինչն է հետաքրքիր, երբ որ ասում ես հավատքի մասին, ասում ես ինչ որ գարոսկոպներին հավատալու բանի հետ կապված, երբ որ այդ պահը գալիս է, որ մարդը սկսում է իրան այդ հարցերը տալ կյանքի իմաստ, ոչ մի ռացիոնալ բան չկա։ Այդտեղ է որ մարդիկ սկսում են յոգա անել, սկսում են մեդիտացիա անել, չէ՞, մեդիտացիա ինչ ասենք 5000 տարի առաջվա ինչ որ այդ պրակտիկա է, չէ՞, որի ժամանակ ոչ գիտություն ա եղել, ոչ բան ասում նստի շնչի, այս մասիդ վրա ուշադրություն դարձրու, չասենք վիպասանան օրինակ, ասես շնչում ես այդ մանրը կենտրոնում ես օրինակ, հիմա Mas parece um իրան կին ճիշտ։ Տենց է ստացվում։ Չեմ կարող ասեմ, իմաստը երևի թե ապրելն է։ Առանց իմաստ ընտրել։ Նույն ձևով ինչի է մեզ գիտություն պետք, մեզ պետք է, այդ պիտի չէ հարցը տալ, ինքը պետք է ուղղակի։ Սովորաբար ես հարցնում եմ այս տեսանկյունից, որ ընդունենք ոնց որ անիմաստը խոսալ գլոբալ իմաստի մասին, իմաստը քո համար Բայց ուղղակի որ դու ասացիր որ հավատացյալ ես դրա համար քեզ տենց ավելի ընդհանուր հարցը տվեցի ընդհանուր իմաստը։ Հավատքի հետ ոնց է կապվում կյանքի իմաստի փնտրտուքները չունեմ չեմ մտածեմ։ Կան ինչ որ սկզբունքներ, որոնք բան կանեն, բայց այդ շոտ անձնական թեմա է հասկացա։ Կներեք, բայց ոչ։ Ամեն դեպքում մերսի Աբբաջան այդ խոսակցության համար։ Շնորհակալ եմ։